տարբեր բանկերի կառավարիչներ էին ասում, որ գիտեք, ձեր կա դրան, ոնց որ sense չի ձևը, որ մտել եք այս շուկա առանց իմանալու, առաջարկում էին, որ մենք կազմակերպություն տանք իրանց բանկին, ընդհանուր առմամբ մոտ 7 տարի այդ տևեց, ու ոչ թե մենք ինչ-որ մեկի դեմ էինք ելել, այլ մենք դուրս էինք եկել Հայաստանի էլեկտրոնային կոմերցիայի կողմ, նպատակ ունես առաջը դրած, այդ նպատակին հասնելու համար ամենատարբեր հարթություններում, ամենատարբեր տիպի խնդիրները առաջանում են, ոնց որ ճանապարհը փակող, դու այդ խնդիրները լուծում ես, գնում ես առաջ։ Ես մեզ լսողներին ասեմ, որ Իդրամի ծնունդի մասին է խոսքը։ Դու էլ քո մեջ ինչ-որ բաներ փոխել ես եւ առաջին հերթին, որ եթե ճիշտ եմ հիշում, այդ կատարելապաշտությունը, հա, պերֆեկցիոնիզմը, հա, կատարելամոլությունը։ Երբ որ դու ոչ թե minimum viable product-ով ես շուկա մտնում, այլ փորձում ես հասնել կատարելության, մանավանդ այս աշխարհում, հա, դու ըստ էության բաց ես թողում բոլոր հնարավորությունները։ Օհո, ինքը ջոկեց, որ այդ ինքը չի որոշ այդ շալվարը հագնի, այդ մարքեթինգի մասնագետն է որոշը, որ ինքը այդ շալվարը հագնի, էլի։ Իրանք շատ պինդ, հոգեբանական իմաստով էլի, նաև պինդ մարդիկ, մեծ մտածող, շատ արագ սովորող, հարց լուծողներ են, էլի պլանավորում, որը տեղ պետքա ձևավորվեն։ Ես մեկ էս կողքից նայեցի ու հասկացա, որ այս Միացյալ Նահանգներում այդ փողից բացի, ինչի համար Նյու Ջերսիում տենց կրուգլիսուտ կա, շուրջօրյա տանջվում էի, ուրիշ ոչ մի բան չկա ինձ պահող, էլի։ Ողջույն, ես այսօր զրուցելու եմ մի շատ հետաքրքիր անձնավորության հետ, ում կենսագրության ծանոթանալիս թվում է, թե կյանքը միայն հաջողությունների շղթա է։ Այնքան հեշտ է կարծես տրվում ամեն ինչ նրան, որ կարծես մի անգամ արդեն այս կյանքը ապրած լինի։ Ռեարմենիա հիմնադրամի տնօրեն Գևորգ Պողոսյանին եմ հյուրի եկել եւ հենց հիմա իր հետ փորձելու եմ պարզել, թե որքանով են իմ տպավորությունները ճիշտ։ Գնացինք։ Ողջույն Գևորգ։ Ողջույն, հազար Իսկապես դույով խոսենք, թե դուքով։ Դույով ավելի մարդկային է, չէ՞ մի տեսակ։ Մարդկային չգիտեմ, բայց հաստատ շատ ավելի հեշտ է, ավելի հարազատ է, հա։ Ուզում եմ հասկանալ, իսկապես քեզ ամեն ինչ կյանքում այդպես հեշտ է տրվում, ասենք ինչ որ ամբիցիոզ ծրագիր ես հղանում եւ արագ իրականացնում այն, թե օրինակ ինձ նման մի կարևոր հեռախոսազանգից առաջ սկսում ես մտածել, խաչակնքվել, հետո նոր միայն զանգահարում։ Չեմ խաչակնքվում, բայց չնայած որ Աստծուն հավատում եմ, բայց միևնույն ժամանակ չեմ կարող ասեմ, թե հեշտ է տրվում։ Տենց մենք հակառակ թիմում տենց խոսք ունենք, ասում ենք հեշտ բաները թող մնա թույլ մարդկանց։ Մեկ որ ինչ որ բան խոսում ենք, ասում ենք էսա պետք անել, այնա պետք անել, ու մեկ էլ ինչ որ շատ ենք մեծ պլաններ կազմում, ինչ որ մեկն ասում ժողովուրդ ասում բայց շատ բարդ է, ասում ենք հա ոչինչ, ասում ենք հեշտ բաները թող մնա թույլերին ու մտածելով որ պետք է մեր ուժը հերիքի մեր նպատակներն իրագործելու համար, տենց գնում ենք առաջ։ Իսկ տրվելը չէ, իհարկե հեշտ չի տրվում, ոնց որ հիմա ինչ էլ որ հիշեմ, տարբեր sense պրոյեկտներ, տարիների տարբեր շատ բարդ ու նաև շատ նոր բաներ սովորելով ճանապարհի արդյունքում է, էլի այդ տարիներով աշխատանքի արդյունքում է, նո։ Այսինքն կողքից է տենց թվում, թե ամեն ինչ որոշեցիք ու արեցիք։ Հա, ուրեմն սխալացում, այդ կարող հաստատ ասեմ, բայց մի հատ ուրիշ կարևոր բան կա, որ ցանկացած նոր բան սկսելուց, երբ որ դու հասկանում ես, որ այդ նորը այդ դա պարտադիր է, որ դա տեղի ունենա, արդեն կապ չունի, թե այդ կետին հասնելու համար, այդ խնդիրը լուծելու համար ինչքան ռեսուրս, ինչքան ժամանակ է պետք, այդ ոնց որ դրանից կախված չի, որ դու որոշում ես, սա անեմ, թե չանեմ։ Դու նայում ես, սա անհրաժեշտ է, որ լինի, պետք է սա կյանքի կոչվի, ու արդեն ցանկացած բան, ինչ պետք է, ռեսուրսներ, ժամանակ, ակտիվներ, ներդնում ես ու հասնում դրան։ Մի հատ շատ հետաքրքիր բան Իդրամի ժամանակ եղավ, երբ որ շատ տարբեր խնդիրներ էր առաջանում էլի մեր Իդրամի զարգացման ճանապարհին ու անընդհատ բողոքում էինք, ասում էինք, էս ինչ հաշիվա 80%-ը ժամանակի խնդրեմ լուծելու վրա ենք ծախսում, 20%-ն են գործի վրա ծախսում, ու այդ շատ ջղայնացնում էր մեզ, տենց ինչ որ բացասական տրամադրվածությամբ էինք էլի այդ ամեն ինչի մեջ։ Ու մեկ էլ մի պահ ես հասկացա, որ տենց անգամ հենց բարի բունի իմաստով մի պահ, մի օր տենց առավոտը, տենց ասի, սպասի հələ էլի, բայց դու որպես ձեռնարկատեր, բա ինչ պետք է անես, բա հենց այդ խնդիրները պետք է լուծես, քո գործն է դա։ Ու երբ որ ես հասկացա, ոչ թե ես 80% խնդրեմ եմ լուծում, 20% գործ եմ անում, այլ այդ ամբողջ 100% այդ հենց իմ գործն է, ես առավոտը որ դուրս եմ գալիս եմ խնդիրները լուծելու։ Ու այդ լրիվ վիճակը փոխեց, այսինքն ես այդ բոլոր խնդիրներին սկսեցի վերաբերվել որպես հերթական գործ, հերթական հարց, որ ես պետք է լուծեմ, հերթական գործ, որ ես պետք է անեմ,
ու լրիվ վիճակը փոխվեց։ Ու նույն խնդիրների մեջով, բայց արդեն տենց բարձր տրամադրությամբ հասկանալով, որ այդ սովորական այդ մեր գործն է, սկսեցինք առաջ գնալ, բնականաբար շատ ավելի էֆեկտիվ էլի։ Այսինքն այդ ձեր հարցի մասով ոնց որ ճակերտավոր խորհուրդ է էլի հնչում, մենա որ ցանկացած խնդրի պետքա վերաբերվել, որ այդ քո հաջորդ գործն է, որ պետքա անես։ Ու всё, տրամադրությունը փոխվում է, գործերը լավ է գնում։ Վերաբերմունքդ ես փոխում խնդրի նկատմամբ։ Եթե խնդիրը չի հաջողվում փոխել, փոխում ես վերաբերմունքդ։ Չէ, խնդիրը փոխել Ոչ թե փոխել, այլ լուծել, էլի։ Լուծման համար վերաբերմունքդ ես փոխում։ Հա, այտենց, ոչ թե չի հաջողվում լուծել, վերաբերմունքդ փոխում ես, այլ վերաբերմունքդ փոխում ես ու ավելի հեշտ է հաջողվում լուծել։ Հասկանալի է։ Կարելի է ձևակերպել։ Ես ձեր համարձակությանը, այդ անվախությանը անդրադառնալով մի փաստ հիշեցի ուղղակի, ինչ որ հանդիպումներից մեկի ժամանակ պատմում էիք, որ ինչ որ մի բավականաչափ հաջողված նախագիծ, երբ ուզում էին տանել ձեր ձեռքից, դուք դուրս եկաք այդ բոլորի դեմ, համակարգի դեմ, փող ու իշխանություն ունեցողների դեմ համարձակորեն ու հաղթեցիք վերջում։ Կպատմեք այդ պատմությունը։ Կարծեմ Իդրամի հետ էր կապված, որ ուզում էին տանեին ձեր ձեռքից ուղղակի, հա, ճիշտ եմ հասկացել։ Հա, նո այնտեղ կարելի է տենց էլ ասել, իհարկե, որովհետև հա, այսինքն Իդրամ համակարգը այն ժամանակահատվածում էինք ստեղծել ու զարգացնում, երբ որ ինչ որ տենց համակարգ կար, այդ մեր օլիգարխիկ համակարգի ոնց որ DNK-ն է այդպիսին էլի, այսինքն ոնց է այդ տեղի ունենում ցանկացած երկրում էլի, անգամ այդ Հայաստանի մասին չմենակ, երբ որ որոշում է կայացվում, որ ոլորտները կիսում ենք, ասենք այս ինչ, չգիտեմ, շաքար բերելու հարցով, այս մարդն է պատասխանատու բենզինի հարցով, այն մարդը ֆինանսական ոլորտում, այս մարդը բաժանումներն անում են ու ըստ դրա արդեն, եթե որևէ մեկ ուզում է մտնի այդ ոլորտ, այդ մարդու հետ կամ այդ կառույցի հետ, ում որ տրված է այդ ոլորտի կառավարումը, ճակերտավոր ասած, պետք է ինչ-որ համաձայնության գա։ Այդ կարալին դու կա բաժնեմաս տաս, փող տաս կամ իրանցից վերև մեկը ասենք ասի, ու երբ որ մենք դրա մասին չիմանալով մտել էինք ֆինանսական ոլորտ, որը եւս այդ մի կարևոր ուղղություններից մեկն էր, այդպես բազմաթիվ հարցեր սկսեց առաջանալ, սկզբում տեն շատ կուլտուրական ձևերով տարբեր բանկերի կառավարիչներ էին ասում, որ գիտեք, ձև կա դրան, ոնց որ սենս չի ձևը, որ մտել եք այս շուկա առանց իմանալու, առաջարկում էին, որ մենք կազմակերպություն տանք իրանց բանկին, իրանք ինչ որ բաժնեմասի կամ ինչ որ տոկոսների դիմաց մեզ թողեն, որ մենք կառավարենք, այսպես բաներ էին առաջարկում։ Հետո ասենք ավելի տենց դե բնականաբար ասում ենք, չէ, որտեղ մենք էլեկտրոնային կոմերցիա կայացնելու նպատակով էինք մտել, ոչ թե փող աշխատելու, որ հաշվենք տենանք կողը, ասենց մեզ ավելի ձեռնտու է կամ ունենց ավելի քիչ, ու համ սկզբունքների հարց կար, համ տենց թասիբի հարց, հա, ասենք որ արժանապատվության հարցը սկզբունքների հարցը, բայց այդ ամեն ինչից առավել կարևոր այդ մեր նպատակի հարցն էր, էլի, որ մենք ուզում ենք այս խնդիրը լուծվի։ Իհարկե թասիբն ու արժանապատվությունը հետը գալիս է, էլի, միշտ ոնց որ ոչ այն մեկը չես սակարկում, բայց տվյալ դեպքում, ասենք առաջնային հարցը այդ նպատակն էր, ու հետո իհարկե տարբեր ֆորմատներ եղավ, էլ ասենք տենց ինչ-որ խուլիգաններ, էլ ասենք դատական պրոցեսներ, էլ ասենք քրեական գործեր մեր վրա հարուցել, ամենատարբեր տեսակի, ու դա ինչ-որ պրոցես էր, ընդհանուր առմամբ մոտ 7 տարի այդ տևեց, ու ոչ թե մենք ինչ-որ մեկի դեմ էինք ելել, այլ մենք դուրս էինք եկել Հայաստանի էլեկտրոնային կոմերցիայի կողմ, ու հիմա ինչ-որ մարդիկ, որ պատկերացնում են, այդ տենց ձևով չպետք է արվի, այս ձևով պետք է արվի, այդ իրանք էին մեր դեմ դուրս գալի, որպեսզի փոխեն վիճակը, փոխեն ձևը, չէ, դուք պետք է սրա տակ լինեք, դուք պետք է սրան ենթարկվեք, դուք պետք է բայց այդ խոսակցությունները դե շատ տարբեր շերտերում, տարբեր լեզուներով, տենց մեթոդաբանորեն, այսպես ասած, ընթացքում իհարկե սովորելով, տենց քայլ-քայլ տարան։ 7 տարի, բայց 7 տարի ոնց եք դիմացել։ Չէ, հենց այդ մենք համարում ենք, որ այդ խնդիրներ են, որ մենք պետք է լուծենք։ Շո նպատակ ունես առաջը դրած, այդ նպատակին հասնելու համար ամենատարբեր հարթություններում ամենատարբեր տիպի խնդիրները առաջանում են, ոնց որ ճանապարհը փակող, դու այդ խնդիրները լուծում ես, գնում ես առաջ։ Լուծում ես, հասնում ես այդ նպատակից, չես լուծում, չես հասնում այդ նպատակից, ոնց որ ասես, պարզ բան է, էլի։ Ես մեզ լսողներին ասեմ, որ Իդրամի ծնունդի մասին է խոսքը։ Հա, Իդրամ կազմակերպության, հա, հիմնադրման ու զարգացման մասին է խոսքը։ Իդրամը դե ամենաառաջի վճարային համակարգը եղավ, էլեկտրոնային փող թողարկելու այդ process-ը 2004-ին ենք փաստացի սկսել, ու հա, այսինքն օրինակ արդյունքում դե համ այդ ամեն ինչի արդյունքում համ կենտրոնական բանկը այդ էլեկտրոնային փող թողարկելու կանոնակարգերն ընդունեց, համ վերահսկողության ընթացակարգերը մշակեց, ու մենք հենց առաջի կազմակերպությունը եղանք, ով որ այդ արդեն թույլտվությունները ստացավ այդ կանոնակարգերի հիման վրա։ Գևորգ, խոշոր պրոյեկտների մեջ եք եղել եւ կաք,
բայց միշտ շեշտում եք, որ ունեք նկարչի դիզայների կրթություն։ Ուզում եմ հասկանալ, տնտեսագետի կրթություն չունենալը, խնդիրներ թերարժեքության բարդույթից սկսած մինչև այլ խնդիրներ չի առաջացրել, թե ինքնակրթվել եք, թե դրա կարիքը չեք ունեցել։ Խոսքը դիպլոմի մասին չի, էլի, հենց գիտելիքի։ Հա, ինքնակրթվել եմ։ Իրականում, երբ հարցում են, այդ ժամանակ եմ ասում, որ կրթությամբ նկարիչ եմ, ոչ թե միշտ շեշտում եմ, որտեղ մեծ հաշվով առանձնապես այդ կարևոր դեր չի խաղում իմ ունեցած կրթությունը, նրա մեջ ինչ-որ հիմա անում եմ կամ ես բոլորին հետաքրքիր է, էլի, ինչ մասնագետ եք, դրա համար հարցնում են, դուք էլ ստիպված միշտ ասում եք։ Ճիշտ եք ասում, ու այդ ինձ թվում է ցավալի է, որ բոլորին հետաքրքրում է, թե ով ինչ մասնագետ է, առավել եւս ով ինչ կրթություն է ստացել իր ուրեմն ուսանող տարիքում։ Հիմա դե աշխարհը շատ է փոխվել։ Հիմա այլևս այդ ուսանող տարիք կոչվածը պետք է առհասարակ դուրս գա։ Այսինքն այդ ցկյանս կրթվելը գեր կարևոր բան է։ Մենք բոլորս ամբողջ կյանքի ընթացքում անընդհատ պետք է կրթվենք ու ոչ թե տենց ասենք դե որ հա ամեն անգամ ամեն մեկի հետ շփվելուց ամեն մի բան անելուց ես մի բան սովորում եմ, դրա մասին չի խոսքը, համակարգված կրթվելու մասին է խոսքը, այսինքն կախված նրանից, թե դու քո կյանքի որ էտապում ինչ խնդիր ես լուծում, դրանից կախված պետք է հասկանաս, թե որ գիտելիքներն ու հմտություններն են անհրաժեշտ ու կյանքիդ այդ էտապում այդ հմտությունները, այդ գիտելիքները սերտելու համար, որն է լավագույն կրթվելու ձևը, պետք է ընտրես ու այդ կրթությունը հենց այդ կյանքիդ էտապում ստանաս։ Ու այդ ըստ էության ենթադրում է առնվազն ամեն օր մի ժամ, առնվազն օրական մի ժամ ծախսել քո կրթվելու վրա։ Ոնց ես ասենք ատամները տես լվում գիշերը քնում վերես կենում հաց ես ուտում ինչ որ նորմալ process-ներ է, չէ՞, որ դու քո կյանքիդ ընթացքում ամբողջ կյանքիդ ընթացքում պարտադիր անում ես, այ այսօրվա աշխարհում նույնքան նորմալ պետքա լինի ամեն օր կրթվելը։ Մի ժամ ոչ պակաս դրա վրա ծախսելը։ Միասին։ Ինչպես ճիշտ ապրել մեր օրերում ու հասնել հաջողության։ Հա, այդ գեր կարևոր է։ Ու իմ մոտ այնպես մարդիկ կան, ներողություն չեմ ասում, ես բարձրագույն կրթություն եմ ստացել, բայց հիմա այս գործն եմ անում։ Դեռ կարճած են իրենց ստացած մի 30 տարի առաջ ստացած բարձրագույն կրթությունից։ Այո, ու 30 տարի առաջ դեռ մտածողությունը նույնն էր, ինչ որ դրանից էլ 30 տարի առաջ, որտեղ ըստ էության ինչ որ կրթություն ստանալը, ասելա թե ինչ որ մի մասնագետ դառնալը, մասնագետով է, որ մասը գիտի։ Այդ մասը իմացող դառնալը ամբողջ կյանքի ընթացքում գումար վաստակելու, տնեցքին պահելու համար բավարար էր։ Այսինքն ուրիշ կյանք էր։ Հələ դրանից էլ մի քանի 100 տարի ենք հետ գնում, երբ որ այս կրթական ֆորմատը ձևավորվում էր, հա։ Ոնց էր, այսինքն փոփոխություններն աշխարհում շատ ուշ էին տեղի ունենում, ու շատ դանդաղ էին տեղի ունենում։ Այսինքն դու կարող էիր ինչ-որ մի մասնագիտություն ձեռք բերել ու ամբողջ կյանքդ այդ մասնագիտությամբ աշխատելով ապրել։ Հիմա այսօր ժամանակները ուրիշ է, նույն սերնդի ընթացքում, նույն 30-40 տարվա ընթացքում այնպիսի մի քանի հատ խոշոր հեղափոխություն ու փոփոխություն է տեղի ունենում, թե գործ անելու հետ կապված, թե մասնագիտությունների ընկալման հետ կապված, տեխնոլոգիաների հետ կապված, նոր մասնագիտություններ գալու, հիները վերանալու հետ կապված, այդ շատ կարճ է փոփոխությունները արդեն տևում։ Հետևաբար այսօրվա մարդը պարզապես չի կարող կրթվել նույն ձևով, ոնց ասենք 100 տարի, 200 տարի առաջվա մարդը, հա, այդ բացառվում է։ Հիմա իմ մոտ, որ իմ մասն եք հարցնում, այնպես է ստացվել, որ շատ ավելի շուտ առնվազն 2000-ականների սկզբից այդ process-ը սկսել է, այսինքն ես նայում եմ թե ինչ հարց եմ ուզում լուծել, հետո նայում եմ թե այդ հարցը լուծելու համար որ հմտություններն ու գիտելիքներն են անհրաժեշտ, հաջորդիվ փնտրում եմ թե այդ գիտելիքն ու հմտությունը ամենաարագ ու արդյունավետ ձևով սովորելու համար ուր պետք է գնամ, որ կրթական հաստատությունն է կամ ոչ ֆորմալ կարող է հաստատություն, կամ կարող է միջավայր է, կամ կարող է ինքնակրթության ինչ-որ մեթոդ է, փնտրում եմ լավագույն կրթվելու ձևն եմ գտնում, ու արդեն այդ դրանով այդ ձևով բնականաբար սերտում եմ այդ փորձն ու գիտելիքը ու անում եմ այդ ինչ որ պետք է անեի, լուծում եմ այն խնդիրը, որ պետք է լուծել։ Ու հետո քանի որ իմ մոտ այդպես փոխվում է, օրինակ սկզբում այդ էլեկտրոնային կոմերցիան եղավ, այսինքն արվեստից նկարչությունից էլեկտրոնային կոմերցիա մտնել եղավ։ Դրան օրինակ հաջորդեց արդեն ստարտափ էկոհամակարգի կայացումը, տեխնոլոգիական պրոդուկտների արտահանումը Հայաստանից։ Դրանից հետո արդեն պատերազմի պատճառով ասեմ կամ շնորհիվ երևի, չգիտեմ, տենց շատ լուրջ ապտակ կերանք, սթափվեցինք ըստ էության ու հասկացանք, որ չէ լրիվ ուրիշ բանով պետքա զբաղվենք ու լրիվ մի նոր ոլորտ մտա, ըստ էության Ռեարմենիան սկսեցինք, տենց մի քանի տասնյակ տարբեր երկրներից հայերով համագործակցության հարթակ, տեխնոլոգիական հարթակ, հասկացանք, որ սա է
գերկարևոր խնդիրը, իսկ այդտեղ լրիվ նոր բաներ ես պետք է սովորեի։ Ոնց որ նկարիչը երբ որ էլեկտրոնային փող թողարկելու գործի մեջ է մտնում, ֆինանսներ ու տնտեսություն պետք է սովորի, որ առհասարակ կապ չի ունեցել իր որևէ գործի հետ կամ սովորածի հետ։ Նույն ձև ստեղ ես ոնց որ այդ 25 տարի շատ ինտենսիվ, ինչ որ իմաստով ագրեսիվ բիզնես անելուց փաստորեն շուռ եմ գալի դեպի ուրեմն non-profit sector, այսինքն շահույթ չհետապնդող կառույցների, հիմնադրամներ, ՀԿ-ներ, այս ոլորտ եմ մտնում, հա, լրիվ նոր է, լիքը նոր սովորելու բան, impact investment-ը այդ ինչ բան է եւ այլն, հա, ու սկսեցի տեղ ինտենսիվ սովորել ու շատ լավ է, որ ամեն ուղղություն մտնելուց դու կարողանում ես գտնել նախ ամբողջ աշխարհում, երկրորդը հենց Հայաստանում որոշ դեպքերում կարողանում ես գտնել այն մարդկանց, այն խմբեր, այն կառույցներ, այն համայնքները, որտեղ գտնվելով դու շատ արագ կարող ես սովորել այդ նոր բաները սերտել, էլի։ Ու նույնը իմ մոտ ստեղ եղավ, ու մենք շատ արագ, շատ ուժեղ թիմ հավաքեցինք, շատ ուժեղ թմով հավաքվեցինք, ավելի լավ այսպես ասեմ, որովհետև ստեղ եւս տենց չեղավ, որ մեկը մարդիկ է հավաքում, որպեսզի ես ինչ հարց լուծի, թիմը հավաքում, որ ես հարց լուծի, ավելի շատ տարբեր մարդիկ, տարբեր ոլորտներից, այդ թվում տարբեր երկրներից, ովքեր այդ նույն խնդիրը տեսել էին, որ հայության արդյունավետ համագործակցությունը գերկարևոր հարց է, սկսեցին իրար գտնել, իրար հետ հավաքվել, էլի։ Ու մենք ըստ էության նաև այդ ֆորմուլան շատ արագ դուրս բերեցինք, նաև հայոց պատմությունը այս ընթացքում ուսումնասիրելով, որ ու իդեպ անխափան աշխատող ֆորմուլա է, որ ասում է պարակտվում ենք, պարտվում ենք, համախմբվում ենք, հաղթում ենք։ Միանշանակ բան է, միշտ աշխատում է։ Այո, 4500, այո, այս 4500 տարվա պատմությունը նայեք, որտեղ հաղթանակներ, հաջողություններ, զարգացումներ կտեսնեք, դրա հետևում մեր համախմբումն է կանգնած, որտեղ պարտություններ, պետականության կորուստ եւ այլն կտեսնեք, հետևը պարակտումն է կանգնած։ Ու այս հասկանալով էր, որ որոշեցինք, որ համախմբման հարցը, արդյունավետ համախմբման հարցը համար 1 հարցն է։ Ու այդ ժամանակ էր, որ հիպոթեզ եկավ, որ տեխնոլոգիական հարթակով հայությանը համախմբել այսօր հնարավոր է ու ռեարմինիայի գաղափարը ծնվեց։ Հետ գալով ձեր հարցին, որ այո, անընդհատ ինչ որ նոր բան անելու նպատակը քեզ բերում է ինչ որ նոր բան սովորելու անհրաժեշտության։ Ու այդտեղ կարևորը ինչն է, որ դու տվյալ գիտելիքն ու հմտությունը ստանալու լավագույն ձևը գտնես։ Հա, էլի 5-4 տարի չգնաս բակալավրի։ Եթե լավագույն ձևը լինի դա, ապա հա, պետքա գնաս այդ անես, բայց փորձը ցույց է տալի, որ հիմա կրթվելու ձևը շատ է փոխվել ու շարունակում է փոխվել, այսինքն մանավանդ արհեստական բանականության հետ կրթվելու մեթոդները անասելի ուրիշ են, էլի։ Այսինքն մենք եկել հասել ենք մի կետի, որ յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր խնդիր լուծելու համար անհատականացված կրթակարգ կարա ունենա րոպեների ընթացքում ըստ էության, որը հենց իր խնդիրները իր սովորելու տեմպերից ու ոճից կախված լուծելու կրթակարգ կարա առաջարկի։ Պատկասիկ չէ, այսինքն արհեստական բանականությունը, նայումա թե կոնկրետ դուք ձեր կրթվելու տեմպից ու ոճից կախված, այ կոնկրետ այս խնդիրը լուծելու համար ինչ առարկա պետքա սովորեք, պայմանական ասած, այդ երկու բառը կարևոր է, գիտելիք ու հմտություն, ինչ գիտելիք ու հմտություն պետք է ստանաք, ու այդ դրա համար լավագույն կրթակարգն է մշակում տալի, ու դուք դրան հետևելով արդեն մեծ տեմպերով կրթվում եք։ Մեզ մնում է սովորել հարաբերվել արհեստական բանականության հետ։ Այդ կարևորագույն բան է։ Չէ, հիմա երևի թիվ 1 մարտահրավերն է։ Հա, 100% ճիշտ եք կրթվել ասում։ ցանկացող մարդկանց համար։ 100% ճիշտ եք ասում։ Սրա մասին խոսալուց միշտ հիշում եմ այս վերջերս Ջենսեն Հուանգի ինտերվյուն եմ նայել, որ միշտ պատմում եմ սրա մասին, ինքը բանը Nvidia կազմակերպության հիմնադիր տնօրենն է, ու ովքեր որ ծանոթ չեն, Nvidia-ն, հա, Nvidia-ն սկզբում խաղերի համար պլատաներ էր արտադրում GPU-ներ, վիդեոկարտա կոչված այն ժամանակվա մեջ, բայց այսօր Nvidia-ն AI-ը աշխատացնելու համար անհրաժեշտ լավագույն չիպերն է արտադրում, ու որ պատկերացնենք ձեր հանդիսատեսի համար էլի պարզ լինի, աշխարհի ամենամեծ կազմակերպությունն է, 4.5 տրիլիոն դոլարից ավել արժեք ունեցող, ու այդ կազմակերպության ամենամեծ պաշտոն զբաղեցնողը, CEO-ն Ջենսեն Հուանգը, ինտերվյուի ժամանակ ասում է, որ այսօրվա աշխարհում ամենաառաջի հմտությունը, որ մարդը պետքա ձևավորի, այդ AI-ի հետ առնչվելու հմտությունն է։ Interact with AI։ Ու մի հատ հետարքիր բան էլ ասում, ես էլ եմ շատ տեղեր ասել, բայց ինձ թվում է կարևոր է, թող ստեղ եթե դեմ չեք, թող հնչի, եւս մի անգամ ստեղ հնչի, միտքը հետեւյալն է, որ այդ հմտությունը AI-ի հետ ճիշտ շփվելու հմտությունը, ճիշտ հարցեր տալու
ու հարցերը ճիշտ ձևակերպելու հմտությունից չի տարբերվում։ Այդ նույն բանն է։ Եթե մարդ կարող է հասկանա, թե որ սիտուացիայում որն է ճիշտ հարցը, որ պետքա տա, կամ այդ հարցը ոնց ճիշտ ձևով ձևակերպես, եթե դու այդ հմտությունն ունես, AI-ի հետ կարող ես ճիշտ հարաբերվել։ Շատ մեծ արդյունավետությամբ կարաս աշխատես։ Ահագին հանգստացրեցիք։ Հա, բայց հետարքիր է, որ օրինակ այդ հմտությունը շատ մարդկանց մոտ չկա, որտեվ օրինակ անցած դարում գիտնականների համար էր հատուկ ճիշտ հարցեր տալը կամ հարցը ճիշտ ձևակերպելը, որտեվ որ ցանկացած գիտնական ընկերոջ հարցնեք, ձեզ կասեն, որ ցանկացած process սկսում է ճիշտ հարց տալուց, հա, ինչ հիպոթեզներ են առաջ քաշում, բան, իսկ այն մնացած մարդիկ մեծ մասամբ իրանք առանձնապես ճիշտ հարց տալու հարց չկար, առանձնապես որոշում կայացնելու հարց չկար, ոնց որ ինչ-որ համակարգեր է սարքած, ինչ-որ մասնագիտություններ է մշակած, որ տրվում են տարբեր մարդկանց, տարբեր ուսումնական հաստատություններում, որովհետեւ իրանք էլ կան արդեն նախորոք պլանավորած համակարգի մեջ իրանց մասը իմանան, մասնագետը, չէ՞, մաս գիտեցողները, իրանց մասն իմանան, իրանց կոճակները սխմեն, իրանց ստանոկներն աշխատացնեն, գնան տուն։ Այսինքն այդ շատ մտածելու, հարցեր ձևակերպելու, ճիշտ հարցեր դուրս բերելու կարիք այդքան չկա։ Այսօր աշխարհը փոխվել է ու քանի որ արդեն AI կա, քանի որ հասանելի է այդ յուրաքանչյուր մարդու, արդեն յուրաքանչյուր մարդու համար է դարձել գերկարևոր որևէ հարց լուծելու համար այդ հարցը ճիշտ ձևակերպելը, խնդիրներ ձևակերպելը պատկերացեցիք, չէ՞։ Ու հենց այդ է, որ դուք շատ ճիշտ եք ասում, այսօրվա դրությամբ համար 1 հմտությունը, որ մենք պետքա զարգացնենք, այդ ճիշտ հարց ձևակերպելու հմտությունն է, էլի։ Մենք նախնական զրույցի ժամանակ խոսում ենք էլի բնավորության գծերից, խանգարող, օգնող հատկություններից, դուք ասացիք, որ դուք էլ ձեր մեջ ստիպված եք անցայելի դուքի։ Ասացիք, որ էլի դու էլ քո մեջ ինչ որ բաներ փոխել ես եւ առաջին հերթին, որ եթե ճիշտ եմ հիշում, այդ կատարելապաշտությունը, հա, պերֆեկցիոնիզմը, հա, կատարելամոլությունը, այո, սիրուն հայերեն բառը օգտագործենք եւ միաժամանակ մի քանի գործ ձեռնարկելու այդ հատկությունը, դրանք էլ ինչ հատկություններ օրինակ կամ դրանք ինչով են խանգարել։ Դե երկրորդը օրինակ ֆոկուսը կորցնելը, կենտրոնացումը կորցնելը շատ է խանգարել։ Այսինքն, եթե ինչ-որ բան չի ստացվել կամ ուշ է ստացվել, թերևս հենց դրա պատճառով է եղել։ Ես ինչքան ռետրոսպեկտիվ նայել եմ, թե իմ ամենասուր խնդիրը, ամենասուր սխալը, որն ինձ խանգարել է, այդ է եղել։ Այսինքն կատարելամոլությունը ինքը ավելի ինքն էլ իր հերթին մեծ խնդիր է, երբ որ դու փորձում ես ինչ-որ բան իդեալական վիճակի հասցնել, հետո նոր գործարկել ու շատ հաճախ ստացվում է, որ դու կարող ես ժամանակի մի 20%-ը ծախսես, այդ գործի մի 80%-ն անես, բայց այն մնացած 20%-ն անելու համար մի 80% ժամանակ կարող է ծախսես, էլի, ու արդյունքում դու այնքան ես հետ ընկնում, որ այդ հիվանդում որ պետք է բուժեիր, մահանում է, էլի, կամ ասենք այդ շուկայում որ դու պետքա տեղավորվեիր, արդեն փոխվում կամ զբաղացվում է նայած դու ինչ գործի մեջ ես, հա։ Հետևաբար այդտեղ շատ կարևոր է ամենակարևոր կտորները առանձնացնելը ու հենց որ պատրաստ եղավ արդեն խնդիր լուծելու համար, մենք ստարտափ էկո համակարգում minimum viable product տերմին ունենք, մինիմում կենսունակ արտադրանք։ Այսինքն հենց որ դու տեսնում ես քո արտադրանքը արդեն պատրաստ է ինչ-որ խնդիր լուծելու համար, կենսունակ է, իրան արդեն հանում ես շուկա։ Հետ գալով մտքին, որ երբ որ դու ոչ թե minimum viable product-ով ես շուկա մտնում, այլ փորձում ես հասնել կատարելության, մանավանդ այս աշխարհում, հա, դու ըստ էության բաց ես թողում բոլոր հնարավորությունները, այդ թվում շուկա մտնելու հնարավորությունները, որտեվ նաև հիմա աշխարհն է շատ արագ զարգանում։ Այն ինչ որ այսօր քո համար կարա կատարյալ թվա, ընդամենը կես տարի հետո ասենք, ինքը լրիվ ինչ որ տենց անիմաստ հին մի բան ալնելու, որտեվ լիքը նոր տեխնոլոգիաներ, նոր գիտելիքներ, նոր պրոդուկտներ ա դուրս եկել, արդեն այդ կատարելության մասին պատկերացումներն ա փոխվել։ Հետևաբար կատարելության հետևից ընկնելը ինքը միշտ այո, դու կորցնում, հա, հենց տենց դաժե գիրքեր կա մի հատ, ոնց որ լավը կատարյալի թշնամին։ Հա, այսպես ասած։ Այսինքն այդ շատ կարևոր մոմենտ է, բայց դրանից շատ ավելի կարևոր է գոնե իմ դեպքում այդ ֆոկուս կորցնելը։ Երբ որ դու մի ձեռքով փորձում ես մի քանի ձմերուկ բռնել, դա այդ խոսքը կա, ասում եմ, մի ձեռքով չես կարող երկու ձմերուկ բռնել, ես դրա մասին խոսելով միշտ ասում եմ, որ դու իրականում մի ձեռքով
10 ձմերուկ էլ կարաս բռնես, եթե դրանք շատ փոքր խակ sense ձմերուկիկներ են, էլի, sense մի բուր ձմերուկ։ Նորմալ մեծ բան ես ուզում անես, всё, բացառվում է, արդեն մի ձեռքդ էլ հերիք չի, երկու ձեռքով պետք է բռնես այն ձմերուկը, որը ուզում ես, որպես մեծ մտածող։ Հիմա մեր դեպքում օրինակ Ռեարմենիայում նույն այն նպատակները, որ դնում ենք, իրանք համամարտկային են։ Մենք մարդկության ներդաշնակության հարցը ունենք առաջներս դրած, հա, ու տես նախնական մոտ մի 150 տարվա գործ, որ պատկերացնում ենք, ինչքան կարևոր է, որ այդպիսի մարդկության մեջ մենք ապրենք, երբ որ դու խորանում ես դրա կարևորության աստիճանը հասկանում ես, ներդաշնակ մարդկության կարևորության աստիճանը, դու ջոկում ես, որ նու կոնկրետ մեր դեպքում տենց է եղել, որ որևէ այլ բանի համար ապրելն անիմաստ է, էլի, ու այդ դեպքում դու տեսնում ես այդ ինչ ձմերուկ է, դու հասկանում ես, չէ, դու ոչ մի երկրորդ ձմերուկի չես կարա հետը բռնես, էլի, արդեն всё 100% պետքա ֆոկուս լինես։ Ու փորձը ցույց է տալի, իմ կյանքի փորձն էլ իր հերթին է ցույց տալիս, որ էտապում մի բանի վրա ֆոկուս ես լնում, այդ մի բանը լավագույն ձևով ես կարողանում ստացվում է, այո։ Հենց ֆոկուսը շեղվում է, այս շատ կարևոր է։ Իմ համար թերևս սա համար 1 դասն է, ու գոնե իմ համար երևի իմ հիմնական խնդիրն է դա եղել, իմ հիմնական սխալն է դա եղել, որ ես անընդհատ այդպես փոքր ձմերուկիկներով եմ էլի գնացի առաջ, այդ ոնց է աշխատում, օրինակ նույն բիզնեսում դու ինչ-որ մի բան սկսում ես ու երբ որ փոքր ես մտածում, ասում ես, օքեյ, ես այս բիզնեսով ամիսը $10,000 փող պետք է աշխատեմ, ենթադրենք, օքեյ, եկար հասար աշխատում ես այդ $10,000, ու տենում ես դու կողքը մի հատ ուրիշ գործ կարաս անես, էլի մի հատ 10,000 աշխատող, մի հատ ուրիշ գործ 5,000 աշխատող, հա, ու քեզ թվում է թե դու հեսա լիքը ձմերուկներ կբռնես։ Ու արդյունքում հա դու բռնում ես 7-8 հատ գործ ես անում, այդ ամեն գործն իր հերթին շատ հաջողակ է համարվում, որտեղ այնտեղ դրած գոլերին հասնում ես, քո դրած նշած ձողերին հասնում ես։ Ինչի որտեղ փոքր նշած ձողերն են, այդ փոքր ձմերուկներն են, էլի։ Բայց մեկ էլ որ մտածում ես, ստոպ, եթե փողով ասեմ, էլի, 10,000, 5,000 վրա ասում, նաև փողով, հիմա եթե ես ուզում եմ, ասենք, ամիսը 1 միլիարդ revenue ունենամ, այդ լրիվ ուրիշ թվաբանություն է։ Այսինքն բացառվում է, ես որևէ ուրիշ գործ էլ կարողանամ հասցնել հետը, հա, ու հələ դրան հասնելու համար ինչքան պետքա կառուցեմ, զարգանամ, ուսումնասիրեմ ու սովորեմ, ինչքան համախոհներ պետք է գտնեմ, ներգրավեմ, ու որ բոլորս իրար հետ պետքա ֆոկուս լինենք այդ մի բանի վրա, որ տարին 12 միլիարդ revenue-ի ասենք հասնենք, հա, այսինքն այդ լրիվ ուրիշ մասշտաբ է։ Միտքը այդ է, հիմա կարևոր է շատ, որ որևէ գործ սկսող հանկարծ ոնց որ այդ թակարդը չընկնի, փոքր մտածելու թակարդը չընկնի, որտեղ փոքր գոլեր դնելը, փոքր նպատակներ դնելը բերում է մեծ անհաջողությունների, մեծ ձախողումների է բերում, որտեղ այն մեծ խնդիրը, որ դու պիտի լուծեիր, իրապես հաջողելու համար, դու էլ չես լուծում այդ խնդիրը, չես կարող լուծել այդ խնդիրը, որտեղ դու փոքր գոլեր դնելով լիքը փոճուր բաների վրա այն նույն ժամանակն ես ծախսել, հա, նույն էներգիան, նույն ժամանակը ստեղ ես ծախսել, այնինչ պետք է այդ ամբողջը ֆոկուս անեիր այս մեծ խնդիրը լուծելու վրա, էլի։ Գևորգ, հարցը առաջանում, ինչպիսի երեխա էիր դու փոքր ժամանակ, չէ՞ որ ամեն ինչ գալիս է մանկությունից։ Այդ ինքնաբացահայտումը երբ տեղի ունեցավ քեզ մոտ, երբ որոշեցիր նախ ասես ինչպիսի երեխա էր, հետո գնանք առաջ։ Ես չգիտեմ, տենց կամ երկու բան, երբ տենց պատմություններով լի բան, հա, այս ազատ, հա, ազատ, շատ ազատ, այդ առումով մենք դրան դեռ կանդրադառնանք այդ ազատը։ Շատ ազատ են այդ առումով թողել։ Ես չնայած որ չեմ կարծում, որ ամեն ինչ գալիս է մանկությունից, դա տենց լիներ, այսինքն ապրիորի ինչ մանկություն ունեցել ենք, այդպիսի մարդ դիլնենք, անիմաստ կլներ մեր վրա աշխատելը կամ նոր բան սովորել, էլի։ Հետևաբար չէ, ամեն ինչ չի գալի մանկությունից։ Համաձայն եմ, որ ինչ-որ հիմք դրվում է։ Անպայման, այդ ժամանակ մանավանդ այդ ցողնային բջիջները ինչքան շատ են մեջը, այդքան ասենք նոր հմտություններ, նոր գիտելիքներ սերտելը շատ ավելի հեշտ է էլի տեղի ունենում իրականում, ու տարիքի ընթացքում դրանք պակասում են։ Բայց դրան զուգահեռ ես վերջերս մեկը Նոբելյան մրցանակ էր ստացել ապացուցելու համար, որ neuroplasticity-ն, նեյրոնային ճկունությունը ամբողջ կյանքի ընթացքում է հետը։ Այսինքն նեյրոնային ցանցը ամբողջ կյանքի ընթացքում ճկուն է։ Ուրիշ հարց, որ նոր նեյրոններ կամ նոր սինապսներ ձևավորվելը շատ ավելի հազվադեպ են լինում, քան երիտասարդ տարիքում, բայց լինում են։ Այսինքն դու կյանքի ցանկացած էտապում ունակ ես այդ rewire, այսինքն ուղեղիդ ցանցը վերամոնտաժելու ունակություն ունես, հա, կարանք թարմացնել, ասենք, կարանք տենց նոր բան սովորելով, հա, նոր բաներ սովորել, նոր հմտություններ ձևավորել, նոր բնավորության գծեր զարգացնել եւ այլն, այդ անընդհատ process է։ Դրա համար ես կուզեի, որ մենք ոչ մի դեպքում այտենց ձևակերպում օրինակ չանենք, որ ես իմաստ եմ ասում հանդիսատեսի ձեր, որ ասենք
ամեն ինչ գալիս է մանկությունից, որովհետև այդտեղ մի հատ ուրիշ ռիսկ էլ կա, որ դու սկսում ես ամեն ինչ գցել մանկության վրա, որտեղ ամեն ինչ գալիս է մանկությունից, հատկապես երբ որ այն մանկության մասն ես խոսում, որտեղ դու դեռ որոշում կայացնողը չէիր, քո ծնողներն էին քո համար որոշում, ստացվում է դու ամեն ինչ սկսում ես գցել ծնողներիդ վրա։ Ու ինչքան շատ ես պատասխանատվությունը քո վրայից հանում, կապ չունի որ ուղղությամբ, այդքան ավելի քիչ ես փաստորեն դու ինքդ որոշումներ կայացնում, հարցեր լուծում, որովհետև դասում ես ես ինչ եմ, ես պատասխանատու չեմ։ Ամեն ինչ մանկությունից է գալի, մանկությունից է ծնողներից է գալի, իրանք ոնց արել են, տենց եղել է։ Ու ինչ աղմախություն ասես, թույլ ես տալի քեզ կամ ինչ որ թամբալություններ ու բան, ուսախ գցում ես բանը գրանցում ես արդեն քո մանկության վրա։ Այդ իմաստով չէ, ինձ թվում է պետքա կյանքի ամեն էտապում էլ պատասխանատու լինենք ու հասկանանք, որ այ հենց այսօր ես ինձ ոնց եմ պահում, ինչ երաժշտություն լսեցի, ինչ գիրք կարդացի ու մեջ շփվեցի, ինչ նպատակներ դրեցի, ինչ հարցեր տվեցի, հա, այդ ամեն ինչից կախված իմ վաղվա ես եմ ձևավորվում։ Այսինքն այդ նեյրոնային ցանցի անընդհատ զարգացումը հենց բերում է այդ համոզմունքին, որ քո ամեն օրվա անելիքից է կախված քո հաջորդ օրվա ինչպեսին լինել է, էլի։ Okay, էտա տեղ, բայց հետ գալով ձեր ուղիղ հարցին, թե ինչպեսին է ես մանուկ ժամանակ, շատ ամենակարևորը, որ կարամ հիշեմ, շատ ազատ։ Իսկականից ինչ ուզում անում էի։ Ծնողները ազատ էին թողել։ Հա, շատ։ Այդ առումով ես տենց շատ երջանիկ եմ մեծ։ Անկամ հենց մեծ տարիքում էլ իրականում այդ նույն ազատության շարունակություններ, երբ որ իդրամը հիմնադրում էինք, արդեն հիմնադրել էինք, այսինքն զարգացման համար գումար էր պետք, ներդրումներ էինք ներգրավում, ու ինչ որ մի մոմենտ չէինք հասցնում այդ ներդրումները, բայց փողը պետք էր զարգացնելու համար։ Ես օրինակ այդ ժամանակ պապաս մահացել էր արդեն, մամայի հետ էլի խոսացի, ասի մամա, ասի, ոչմ այսքան փող է պետք, ու արդյունքում մենք մեր տունը դաչան, ավտո ինչ ունենք, սա վաճառեցինք ու մաման տենց առանց խորան, հա, ասում թե տենց մտածում ես ճիշտ է, տենց է։ Ու արեցինք, տենց լրիվ վաճառեցինք, արդեն ես ինչքան 20 քանի տարեկան էի, մեր բարեկամներն էին տենց հուզվել, մամային տենց կարեկցում էին, մանրաժ էին սախա, բա իմացակ Լաուրի հետ ինչ եղավ։ Ծախել է, ոնց է մեկը որ ասես կազինոներում կրվում է լրիվ կամ նարկոման է դառնում, չէ, ոնց են կարեկցում բարեկամները, մոտավորապես տենց վիճակ էր, բայց մամայի համար այդ ամենը չորրորդական է։ Հա, իհարկե, ինքը տենց համոզված է, որ այդ իր տղեն ոնց ուզում է, տենց պետք է լինի, ճիշտ է դա ոնց որ ու ըստ դրա էր էլի շարժվում։ Իհարկե, բայց հետո էր նույն մարդիկ, որ տենց կարեկցում էին բան, հետո շուտ տենց բարեկամների մեջ այնց մոտիկ մարդ էին ման գալի, որ հարցրեմ եւ մի հատ խորհուրդ կտաս, այս բիզնեսը ոնց անենք, այն բիզնեսը, որ արդեն դրանից մի 5-10 տարի հետո, երբ որ այդ սաղ ներդրումներն արդեն Հայաստանում էլեկտրոնիկ կոմերցիա էին, էլի, ըստ էության կայացրել, արդեն վիճակը լրիվ փոխվել էր, վերաբերմունքը փոխվել էր, բայց այդ պերիոդները, երբ որ նոր ինչ-որ բան ես նախաձեռնում, շատ կարևոր են ու հատկապես երեխեքի, նու այդ ժամանակ ես իհարկե արդեն երեխա չէի, 20 քանի տարեկան էի, բայց բանը ի նկատի ծնողների համար իրանց երեխեքի որոշումները տարբեր տարիքներում սատարելը շատ կարևոր բան է, էլի։ Տենց դու իմ կարծիքով ազատ ու պինդ մարդ ես ձևավորում, ինչպեսին այսօրվա աշխարհում, այսօրվա հայությանը հատկապես պետք է, էլի։ Դրա համար ծնողները միշտ պետքա սատարողի ոչ թե խանգարողի դերում լինեն, էլի, դա շատ կարևոր է ինձ թվում է։ Ես հասկանում եմ, որ դու այդ նույնը Գևորգ պրոյեկտել ես նաև քո ընտանիք, որովհետև 5 երեխա, չէ, արդեն դաստիարակչական մեծ փորձ եւ մեր նախնական զրույցում էլ ասացիր, որ ազատությանը իրոք մեծ տեղ ես տալիս, բայց այն ինչ որ դու ասացիր, ինձ մի քիչ չափազանց թվաց, որովհետև հիշում եմ օրինակ էլ բերեցիր, որ երեխան որոշել էր թինեյջերական տարիքում գտնվող տղանքով, որոշել էր, որ չի ուզում գնա դպրոց ու դու ստորագրել էիր այդ փաստաթղթի տակ։ Այսինքն այդ տարիքի երեխան տենց ազատ կարող է որոշի, որ ինքը չի ուզում գնա դպրոց եւ վերջ, բա հետո ինչ եղավ։ Ինքը պատասխանատվություն կրեց դրա համար։ Հա, բայց էլի որոշել է գնա, հիմա շարունակում է գնալ։ Նախ առաջինը այդ որ ասում եք դաստիարակության մեծ փորձ, ես իմ մասին տես բան չեմ կարող ասեմ։ Ենթադրում եմ 5 երեխան արդեն փորձ է, էլի։ Հա, բայց այդ օրինակ իմ կնոջ մոտ է այդ փորձն ավելի շատ, մամայիս մոտ ավելի շատ, քան իմ մոտ, որտեղ ես ոնց որ նենց է ստացվում, երեխեքի հետ շատ ավելի քիչ եմ շփվում, էլի։ Քան կինս այդ առումով տենց вообще սուպեր գերոյ է, ոնց որ համ անընդհատ աշխատում է մեծ կամպանիաներում, մեծ պոզիցիաների վրա, համ այդ սաղ, ասենք, այդ կազմակերպչական process-ները, թե ընտանիքի հետ կապված, թե ինչ-որ բարեկամների, թե երեխեքից ամեն երեխու հետ կապված, ով ինչ հարց ունի, որ տարիքում այդ սաղ հարցերը լուծելով, բանով, sense ոչ մի այլ տիպի կազմակերպում է, էլի, այդ ամեն ինչը, տենց շշմելու, բան որ ասում եմ մաց գերայինի, այծեց գերային։ Տարբեր է։ Մեր մոտ է դա, էլի։ Բայց այդ ազատության մասով էլ իհարկե
բան մագան էլ կինս էլ ասենք սուպեր ազատ է ամեն ինչին էլի նայում իհարկե կարող է այնքան չէ ինչքան ես ու դա էլ կարող է ինքը ավելի շատ է հետները դրա համար ավելի շատ է հասկանում այնտեղ որտեղ ինչ խնդիրներ կա որը ոնց է պետք լուծել բայց ընդհանուր առմամբ թե ես թե կինս դե մամաս էլ արդեն ասացի իր հերթին ինձ ոնց է վերաբերվել այստեղ մի հատ կարևոր բան կա որ երեխեքը շատ ավելի փոքր տարիքից են շատ ավելի լավ հասկանում թերևս ամեն ինչ որ իրանց հետ կատարվում է, քան մենք կարող ենք պատկերացնել։ Այսինքն իրանք որոշում կայացնելու ունակ են շատ ավելի վաղ տարիքից, քան մենք ենք կարծում։ Այսինքն ինձ թվում է շատ կարևոր է, որ մենք ոչ մի դեպքում մեր երեխեքի ունակությունները, հատկապես մտավոր ունակությունները չթերագնահատենք, էլի։ Նու ես այդ մեր երեխեքի վրա եմ տեսնում, էլի։ Ամենափոքր տարիքից, ասենք ընդամենը 6-7 տարեկանից ոնց են կոնկրետ որոշումներ կայացնում։ Ցանկացած թեմայով նստում հետները խոսում ես, ասենք շշմելու բան է, էլի։ Իդեպ Գագիկը այն տղան է, որ գնաց Զենֆիրայի հետ։ Հա, այդ Զենֆիրայի դա հենց ինքը իրանով արդեն պատմում է, որ ձեր դաստիարակությունը պտուղներ է տալիս, թե բնույթն է։ Մեր անդաստիարակությունն է։ Ես հիշեցնեմ ուղղակի լսարանին, որ խոսքը այն տղայի մասին է, ով բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով Վրաստանում մարզադաշտում վազեց, հասավ իր երկչուհուն, իր սիրելի, գրկեց, հուզվեց, լացեց։ Բնույթն է այդպիսի նպատակներին հասնելու, թե հենց այս դաստիարակության արդյունքն է։ Չէ, հենց այդ եմ ասում, որ դաստիարակությունն ասում ենք շատերը ինչ որ համակարգված process են էլի պատկերացնում։ Շփման լավ, ասենք, հա, պրոստը պետք չէ երեխուն դաստիարակես, էլի դու ոնց մտածում ես, ոնց կուզես լինի հաջորդ սերունդը, այտենց քեզ պետքա պահես։ Այսինքն ըստ էության իրանք ինչ տեսնում են ամենափոքր տարիքից էդ էլ սովորում են հիմնականում, դրա համար այդ դաստիարակությունը, հա իհարկե պարզա թե ինչ բովանդակություն են սպառում, ինչի մասին է իրանց շրջապատում խոսակցությունը, տունը ասենք ինչի մասին ենք խոսում, որ ազնվությունից ես ասենք խոսում, այդ է շատ կարևորում, այդ են սերտում ասենք, սկսում են հասկանալ այդ ինչ է, ամեն հաջորդ քայլափոխին փորձում են մաքսիմալ ազնիվ վարվել, չէ, ասենք մի քիչ տունը խաբեբայությունը շատ է, տնեցիները իրար են ասենք ինչ որ ֆռսնում, մեկը մեկին մի բան ասում, այ հանգիստ պապա ինչ ասես, ես ինչ բան է, այսքան sense խոսակցություն, այդ երեխեքը այդ միջավայրում են մեծանում։ Ու ինչքան ուզում ես իրանց ասա, ծխելը վատ է, բայց որ սաղուրը ասենք ծխում օրինակ ես ծառայում ասենք, հավանականությունը մեծանում է, պետք է կրկնի, բայց հենց այդ էլ ավելի փոքր բաներ է, այդտեղ ասենք համընկնումներն ավելի քիչ ալում, ինչքան օրինակ արժեքների մասով, էլի, ինչ արժեքներով է այդ ընտանիքը ապրում, մեծ հավանականությամբ այդ արժեքներն այդ երեխեքը սերտում են կամ ներծծում են, այսպես ասած։ Հիմա Գայիկի դեպքում ինքը հա, ինքը ինչ ուզում է անի, դա էլ անում է, ոնց որ։ Ու այդտեղ ուզել է բարձրանա բեմ, չնայած իրան ասել են, չի կարելի, էսենց այն այնտեղ, չգիտեմ, ինչ որ ախրանակ է, արգելվում է, ես շատ եմ անում ինչ որ խոչընդոտներ կան ու ամենակարևորը ասում են չի կարելի։ Մի քանի տեղ դաժե հարցրել է, գնաց է դիմել է, տարբեր այդ ախրանիկների բանը, ասեն չի կարելի, ոչ մի դեպքում հնարավոր չի տես բան, բայց հիմա իր հենց առավելությունը իմ պատկերացմամբ նրանում է, որ ինքը այդ բառերի վրա չի կենտրոնանում, որ կարելի է կամ չի կարելի։ Ինքը իր նպատակի վրա է կենտրոնանում, ինքը ինչա ուզում, պետք է իրան տես, թե չէ։ Հիմա ինքը հասկանում է, որ եթե ինքը այդ անի, ոչ մի վնաս չի լինելու։ Ինքը ուրախ ալնելու, իր ոնց որ նպատակը, ասենք, շփվելն է այդ մարդու հետ, հանդիպելն է, ինքը հանդիպելու է, շփվելու է, օքեյ։ Ուրեմն ոչ մի վատ բան տեղ չկա, եթե մեկն ասում է չի կարելի, ուրեմն ինքը խաբար չի, որ այդտեղ վատ բան չկա, կամ էլ այդ մարդն է կարող ինչ-որ դոգմայի տակ կարճ որ կապեմ, ինքը չի նայում դրան ինչ են ասում, նայում է դրան ինչա պետք կամ ինչն է ճիշտ, հա, իր կարծիքով։ Ու հենց այդպես որոշել է, որ օքեյ, լավ, այս մարդիկ չգիտեն, թողել է մի կողմ, ինքը իր ձևով արանքը գտել է, ոնց որ տեղը բարձրացել։ Որ այդպես ծրագիր ունի նպատակ։ Չէ, ընդհանրապես, ես դա չգիտեմ, որ երեխեքը համերգի էին այդ օրը։ Այդ ինչ որ ծանոթներիցս մեկը ուղարկեց, բահլը նայ գագն, կարծեմ մեր Անահիտի հետ էինք, Անահիտին ուղարկեցին։ Դες նայեցի զարմացա, ասենք որ վաշե տեղա։ Ես ինչ որ ասում եմ իմ կարծիքով, սենց իմ կարծիքով նենց ավելի շատ իմ ունեցած արժեքներից ու փիլիսոփայությունից ելնելով եմ ասում։ Հիմա այդ փիլիսոփայությունից ելնելով մարդը առաջին հերթին պետքա բացարձակ ազատ լինի։ Երկրորդ հերթին պատասխանատու պետքա լինի։ Այսինքն իր ազատության մեջ իր կայացրած որոշումների համար գոնե դաժե հենց ինքը իր առաջ պետքա պատասխան տա, էլի։ Իդեպ այդ պատասխան տալը եւս ազատության դրսևորման է բերում, որովհետեւ երբ որ
ինչ որ մի բան անում ես, քեզ հարցնում են ինչու ես անում, ու դու չունես դրա պատասխան, չգիտես ինչի ես տենց անում, մեծ հավանականությամբ այդ ինչ որ դու ուզում ես, այդ նա ինչ որ փաթաթվել է քո վզին մարքեթինգի, ասենք ինչ որ ճանապարհներով, թե ռոպագանդայի քարոզչության, ասենք արդյունքում, հա, մեծ հավանականությամբ այդ ինչ որ դու ուզում ես։ Այնուամենայնիվ ազատությունն ու պատասխանատվությունը ինձ թվում է ամենակարևոր բաներն են, որ մարդը պետք է ունենա, ու եթե դու պետք է քո երեխուն մի բան տաս, ինձ թվում է այդ երկու բանը պետք է տաս, ազատությունը ու պատասխանատվության ընկալումը։ Պատասխանատվության մասն էլ մի հատ լավ տեխնիկա կա, որ օգնում է շատ, այդ 7 ինչուների տեխնիկան է, տենց կա որ ասում են 5 ինչու, կա ասում են 7, ես նավսակի 7 եմ ասում, եթե 5-ում պատասխանը չգտնես, շարունակես, ու ինքը ինչի մասին է, հիմնային պատճառը որևէ բանի գտնելու, ասենք root cause, հիմնարար կամ հիմնային արմատը, ասենք արմատական պատճառը, բառացի որ թարգմանենք, որևէ հարցի արմատական պատճառը գտնելու համար դու այդ ինչուներով անցնում ես ու պարզում ես թե իրականությունը որն է, ու կարողանում ես արդեն ինքդ քո արածի համար պատասխան տալ։ Հիմա մի երեխու հետ այդ օրինակենորն բերեցի, մի երեխու հետ խոսում ենք, ասում եմ օրինակ այս շալվարը ինչի ես հագել, ինչ որ տենց ճղրտած վրան նկարած շալվար է, այդ էքսպերիմենտն ենք անում էլի, այդ 7 ինչուները։ Ասում եմ ինչու ես հագել, դե ասում եմ դուրս գալիս է։ Ասում եմ ինչի է դուրս գալի, դե ասում եմ տենց սիրուն է, ասում եմ դրա համար դուրս գալիս է, չէ, ասում եմ սիրուն է, դրա համար դուրս գալիս է, բայց ինչի է դուրս գալի, այն մյուս հարցին պատասխանենք։ Երեխան ասես մտածում, դե ասում եմ մոդա է, ասում եմ դրա համար դուրս գալիս է։ Ասում եմ օքեյ, ասում եմ, իսկ ինչու է մոդա։ Դե ասում եմ բոլորը հագնում են, ասում եմ չէ, էլի հակառակ գնացինք, մոդա է, դրա համար բոլորը հագնում են, բայց ինչու է մոդա։ Մի հատ Միքայել նորից գնանք, նորից դες մտածեց, խորացավ, արդեն տենց ասում եմ, բանը Բիլի Այլիշը ասում է, ինչ որ համերգի ժամանակ ասում է, շալվարը հագել էր, ասում է, դրա համար տենց մոդա է այնգե ոնց որ, ես էլ եմ իր ֆանատ կա, բան, տենց ասում եմ, տարածվել է, հագնում ենք։ Ասում եմ, օքեյ, բա Բիլի Այլիշը ինչի էր հագել, ասում եմ, ես իմ ասում եմ ինչի էր հագել, բայց ասում եմ, մենք այդ ինչուների վարժությունն ենք, չի անում, պետք է պարզենք, ինչի էր Բիլի Այլիշը ինչ որ հագել։ Նոր մտավ ինչ որ բաներ տենց search արես բան, մի հատ ասում եմ, ինչ որ մի հատ մոդայի տան տոլի մոդելերի անուն ասեց, ասում եմ, ինչ մոդելերն է, ասում եմ, գծե в общем, իր ոճը, այդ ստիլիստը իր, ոնց որ էս ինչ մոդայի տունն է, դապուստիմ, իրանք են ասում, в общем, դա, հա, իրանք են ասում, որ ինքը այդ շորը հագնի, այդ շալվարը հագնի, ասում եմ, բա իրանք ինչի են տարե, Էլի արդեն չի հարցնում, էլի չգիտեմ բան չի ասում, դες ոչ թե չի հարցնում, այլ չի ասում, չգիտեմ։ Մտնում խորանում, միաշը մարքեթինգի կամպանիան ասես, բայց այդ մոդայի տանը, в общем, մարքեթինգային սաղ արշավը, այսինչ կամպանիան է գծում, ու իրանք են, в общем, այդ մոդայի տանը ասե, որ նվեր տվեք Բիլի Այլիշին, в общем, թող ինքը հագնի ու այդ պոպուլյարն կդառնա, մոդա կընկնի, եղեք կառն։ Ու մեկ էլ ինձ է այդ երեխան մոտ միանգամից ճտաց, էլի, օհո, ինքը ջոկեց, որ այդ ինքը չի որոշ այդ շալվարը հագնի, այդ մարքեթինգի մասնագետն է որոշը, որ ինքը այդ շալվարը հագնի, էլի։ Էլի հագնում է, էլի խնդրեմ չկա։ Բայց գոնե հասկացավ, էլի ինչի է։ Հա, բայց արդեն գիտի, արդեն ինքը շփոթության ու խաբվածության մեջ չի հայտնվում, հա։ Այս տեսակի շատ կարևոր է իմ կարծիքով։ Այս տեսակի մտածողությունը ցանկացած բանից, որը քեզ վնաս է տալու, ինչ որ ուրիշ մեկին շահ ապահովելու նպատակով, դու դրանից ըստ էության ազատվում ես կամ ապահովագրվում ես, կարելի ասել, էլի դրանից։ Դրա համար իմ կարծիքով այդ երկու բանը բացարձակ ազատությունը ու պատասխանատվությունը։ Այս երկու բանը ինձ թվում է պետք է մարդուն տալ։ Համոզիչ էր։ Օրինակներով առավել եւս։ Գևորգ, հիմա անդրադառնանք այն ամենակարևոր մեխին, հա, մեր զրույցի Ռեարմենիային։ Որովհետեւ համահայկական պրոյեկտ անել, դուք էլ ասացիք, որ պատմությունից գալով դա քիչ դժվար բան է հայերին համախմբել, չէ, ինչ որ հարցի շուրջ։ Եվ ձեզ դա հաջողվել է ու ասացիք, որ ինչ որ մեկը չի նախաձեռնել, ուղղակի հավաքվել եք նախաձեռնության շուրջ, հա, տարբեր կողմերից։ Մի հատ էլ կխնդրեմ, 4 տարի առաջ էր, չէ՞, դա տեղի ունեցավ, ոնց տեղի ունեցավ, ով որտեղից եկավ, նստեցիք կլոր սեղանի շուրջ, որոշեցիք, ինձ շատ հետաքրքիր այդ ակունքը էլի հենց։ Չնայած մենք մի քիչ խոսեցինք այդ մասին, բայց ամեն դեպքում սկիզբն է հետաքրքիր ու ինքը որպես բիզնես, դասական բիզնեսի կառույց է, ասենք ունի սեփականատեր, շահույթ, չգիտեմ, հիմնադիր եւ այլն։ Ասեմ, հա։ Չէ, բացարձակ դասական բիզնեսի, բայց սկզբից սկսեմ։ Պատերազմի ժամանակ մենք սկզբում հենց առաջի օրը, սեպտեմբերի 27-ին մի 3-4 կազմակերպություններով մենք էինք TCF-ը, GG-ներ, Crisp-ը, Արտոն Crisp-ից, ինչ որ էլի ընկերներ, մի քանի հոգով ռեմը կարծեմ կար, մի քանի հոգով կարճ ասած միացանք
հասկանալու համար լավ, այս սկսել է պատերազմը, ինչ ենք անում, մենք ոնց ենք էլի մասնակցելու այս ամեն ինչին, ու դրա հենց հաջորդ օրներ ճիշտ ասած, մի հատ մեր մոտ հենց TCF-ում մի հատ մեծ ժողով արեցինք ավելի շատ ընկերներով, մոտ մի 40 կազմակերպությունով հավաքվեցինք ու որոշեցինք, որ մենք մաքսիմալ արդյունավետ կարան կլինենք մեդիա պատերազմում, ըստ էության մենք Chess Club անունի տակ մոտ մի 140 կամավորներ մեր բոլորի կազմակերպություններից միավորեցինք ահագին բարձր որակի մասնագետներ, շատ կազմակերպություններից իրականում էլի 40+։ Ու ինչ էինք մենք անում, մենք միջազգային մեդիա հարթակներում Ադրբեջանի ու Թուրքիայի ապատեղեկատվության դեմ պայքար էինք տանում։ Ամենատարբեր ձևերով, մարքեթինգային արշավներ, վեբկայքեր էինք սարքում, բովանդակություն ստեղծում, տարածում, ակցիաներ ու պատերազմում էիք, էլի, դուք էլ ինֆորմացիոն պատերազմում էիք։ Այո, հենց այդ գործում էինք, հենց մեդիա պատերազմ, ինֆորմացիոն պատերազմում, ինֆորմացիոն ասելով ավելի շատ մեդիա պատերազմ, ինֆորմացիան այդ ամեն ինչի մի կտորն էր, որտեղ այնտեղ նաև պիկետներ էինք տարբեր տեղեր կազմակերպում, օրինակ Լոս Անջելեսում, այն հաշվարկով, որ ասենք դրա վերաբերյալ Yahoo Finance օրինակ կգրի, որի ընթերցողներն ասենք այսինչ կոնգրեսմենի ընտրողներն են ու իրանք կտեղեկանան դրա մասին, այդ կոնգրեսմենի ինֆորմացիա կհասցնեն, ինքը համապատասխան հայտարարություն կանի ու այդ հայտարարությունը համապատասխան տեղերում կտարածվի, այսինքն ահագին մեծ ոնց որ աշխատանք էր իրականում, բայց այդ գործի մի ահագին մասն էլ հեշտ էր առաջ գնում, որովհետև այդ պիկետները, այդ ակցիաները, այդ բանը sense ինքնաբուխ էին շատ հաճախ տեղի ունենում, էլ այնտեղ պարզապես օգնել էր պետք լինում, դաժե ոչ թե կազմակերպել, բայց վերջը տեն շատ լայնամասշտաբ մի գործ էր, ու այդ անելու ընթացքում նաև դե գումարի կարիք կար, որպեսզի այդ թե այնտեղ ինչ որ ենթադրենք Facebook-ում ինչ որ մի հատ թեմա ուզում ես ակտիվ տարածվի, գովազդներ ես միացնում ենթադրենք, կամ ինչ որ լուսանկարիչների պատվիրում ենք, որ ինչ որ մի երկրում ինչ որ բան լուսանկարեն, պետքա վճարենք իրանց եւ այլն, տարբեր տեղ նաև գումարի ծախսի հարց կար, ու սկսեցինք գումար հավաքել, մի ահագին գումար հենց մենք կազմակերպություններով հավաքեցինք ու հետո նաև տարբեր սփյուռքահայեր փորձեցին աջակցել, շատերի հետ ծանոթացանք այդ ժամանակ, ու այդ ընթացքում այս մեդիայի թեմաներով անընդհատ զբաղվելով հիմնական ֆունկցիան այդ էր, հասկանանք թե որտեղ ինչ ապատեղեկատվություն է տարածվում ու ոնց դրա դեմը առնենք։ Այս մեր հիմնական գործն էր։ Ինչի եմ սրա մասին պատմում, որովհետև այդ գործի շուրջ հավաքված մարդկանց մեջ ակտիվ քննարկումներ էր գնում, հատկապես արդեն նոյեմբերի 9-ից հետո, բա լավ, հիմա ինչ ենք անելու։ Ըստ էության պատերազմը կիսատ մնաց մեր բոլորի ուղեղում, հենց տենց էր էլի նստած, որ ու չենք կարողանում ոչ մի ձև ազդել, չենք կարողանում շարունակել, լրիվ ուրիշ պատկերացումներ ունենք, մեզ թվում է շատ ավելի երկար այդ ամեն ինչը տևելու, քայլ առ քայլ զարգանալով, քայլ առ քայլ պնդանալով, մենք պետք է այդ ամեն ինչը ինչ որ մասերով պետք է ռևանշի գանք, բառի տարբեր իմաստներով, ինչ որ մասերով պետքա պնդանանք, ինչ որ մասեր պետք է վերջը գլուխները չտանեմ այս թեմայով, կարճ ասած, մենք դեն շատ մանրաժ վիճակում ենք, որ կիսատ է մնացել ու հարցեր կախվել, բա ինչ պետք է անենք։ Առաջին ասենք լավ, եկեք մի հատ հասկանանք հիմա որն է մեր հիմնական խնդիրը, ինչի ենք այս վիճակում էլի ազգովի ու տարբեր մարդկանց մոտ, տարբեր խմբերի քննարկումներում եկել են մի ոնց որ եզրահանգման, որ այդ մեր պարակտվածությունն է, որ բերում է այս վիճակին։ Այսինքն մենք հաճախ տեսնում էինք, որ նույն հարցը լուծելու համար տարբեր մարդիկ իրարից անկախ ռեսուրսներ են ներդնում, ու որ պատկերացնեք, ասենք մի հատ խնդիր է, այդ խնդրի լուծման համար 3 միավոր ռեսուրս է պետք։ Հիմա ասենք 7 հոգի այդ նույն խնդիրն ուզում են լուծել։ Ամեն մեկը այդ մի միավոր ռեսուրս ունի, ասենք, ու այս 7 հոգին մի կողմից չգիտեն իրար, այս օրինակն եմ էլի շատ բերել, ինքը լավ նկարում է էլի իլյուստրացիա անում այդ իրավիճակը։ Այս 7 հոգուց պատկերացրեք, մի մասը չգիտեն իրար, մի մասը գիտեն, բայց շուտ սկզբունքներից ելնելով չեն ուզում իրար հետ համագործակցեն, ու ամեն մեկը իր մի միավոր ռեսուրսով գնում է այդ 3 միավորից խնդիրը լուծելու։ Պարզա չի լուծվում այդ խնդիրը, հա, որտեղ այնտեղ 3 միավոր էր պետք, բայց մենք ազգովի 7 միավոր ծախսում ենք։ Արդյունքում ասում եմ 7 միավոր ծախսեցի, 3 միավորից խնդիրը չլուծվեց։ Իսկ եթե այս 7-ը միավորվեին, դրանցից այս 3-ը իրար հետ գնային այդ խնդիրը կլուծեին, հələ 4 միավորել ազատ ռեսուրս կունենայինք հաջորդ հարցը լուծելու համար։ Ու մենք հասկացանք, որ այս համագործակցության հարցը, հայությանը իմի բերելու հարցը գերկարևոր հարց է։ Ինչ խնդիր ուզում ես լուծի։ Այնտեղ չգիտեմ, պետության զարգացում, անվտանգություն, տեխնոլոգիական աճ, ինչ հարց ուզում ես առաջը դիր, հատկապես մեծ հարց։
Եթե այդ արդյունավետ համախմբման հարցը լուծած չի, դու չես կարողանում այդ խնդիրը լուծել։ Ու սրանից ելնելով մտածեցինք, հաշվի առնելով նաև որ 21-րդ դարն է, այսօրվա տեխնոլոգիաներն օգտագործելով կարելի է այդ համախմբման հարցը լուծել։ Ու շատ արագ կարելի ասել մի քանի տասնյակ հայեր տարբեր երկրներից ու տարբեր ոլորտներից ըստ էության հավաքվեցինք իրար գլուխ ու որոշեցինք, որ Re-Armenia հարթակն ենք սկսում։ Անունը դեռ չկար, դա համագործակցության հարթակ էինք ասում, բայց այդ մի քանի տասնյակ հայերից մեկն էլ Backbone Branding-ն էր, Ստեփանը Backbone Branding-ի, ովքեր որ համ այդ անունը հորինելու հարցում ահագին գործ արեցին Re-Armenia, հենց անունը այդ Revive, Restart, Rebuild, այդ վերսկսելու, վերածնվելու այդ ռենա էլի վերակառուցելու մասին է, այդ Re-Armenia գաղափարը բերեցին ու նաև լոգոտիպը մշակեցին ու արդեն սկսեցինք փաստորեն 2021-ի կարելի ասել հունվար-փետրվարից սկսեցինք դրա վրա աշխատել։ Մենք զուգահեռ այդ ընթացքում նաև տարբեր ձևերով էինք փորձում այդ վերականգնման, վերածնվելու հարցը լուծել, ել չգիտեմ, եղած կառավարությանը օգնելու ինչ-որ գործեր էինք մտածում, ռազմարտունաբերության ինչ-որ հարցեր, քաղաքական անգամ ինչ-որ պրոցեսների մեջ ես մտածում էի, լավ, ուրեմն երևի ես կառավարումը ստանձնելու հարցն է պետք լուծել, ոնց որ ազգային ինչ-որ ուժերի համախմբման պրոցես սկսեցինք, արդյունավետ կառավարություն հիմնադրամը այդ ժամանակ նաև հիմնվեց, որտեղ արդյունավետ կառավարման համակարգեր էինք փորձում, լիքը տարբեր բաներ էինք փորձում, ու այս ամեն ինչի մեջից հասկացանք, որ գերագույն խնդիրը հայության արդյունավետ համախմբման խնդիրն է։ Ու ֆոկուս եղանք արդեն Re-Armenia-ի վրա ապրիլի 22-ին 2021 թվականի Re-Armenia հիմնադրամը հիմնվեց ու ակտիվ սկսեցինք աշխատել հարթակի վրա։ Հիպոթեզը այն էր, որ հայերին կարելի է այսօր համախմբել տեխնոլոգիական միջոցներով։ Ու այդ հիպոթեզը հենց առաջի տարվա մեջ հաստատվեց, որտեղ մոտ $1 միլիոն փող հավաքվեց այդ պրոյեկտների համարի նկատի ունեմ, մոտ 30-ից ավել պրոյեկտ իրագործվեց հարթակի վրա ներկայացված պրոյեկտների մասին է խոսքը։ Իսկ այսօր արդեն 4 տարի անցել է, արդեն 18,000 հոգանոց համայնք է Re-Armenia-ի շուրջ հավաքվել, ավել, հա, $5 միլիոն ավել փող են ռեյզ արել, արդեն 200-ից ավել նախագիծ է իրագործվել, հա, ու բազմաթիվ էքսպերտներ ամբողջ հայությունից միացել են, օգտվում են այդ նախագծերին, շատ հետաքրքիր զարգացումներ է, դուք որ ասացիք լուծել եք այդ համագործակցության խնդիրը, ես տենց չէի ասի, որովհետև շատ ավելի մասշտաբային համախմբման մասին է մեր պատկերացումները, պլանները, ստեղ ավելի փոքր ընդամենը մոտ տես պատկերացրեցիք, մոտ մի 20,000 հոգի, մոտ մի 200 տարբեր խնդիրների վրա կենտրոնացել են իրար հետ համագործակցելով լուծել են, հիպոթեզն ապացուցվեց, որ այո հայերը համագործակցող են, որ այո հայերը տեխնոլոգիական անհրաժեշտ գործիքներով կարող են իրար գլուխ հավաքվել ու սուր խնդիրներ լուծել, ու սկսած ամենափոքր խնդիրներից, օրինակ չգիտեմ, որ պատկերացնեք նաև թե հարթակի վրա ինչ տիպի նախագծեր են ներկայացվում ու իրանց անհրաժեշտ ռեսուրսներ է գտնում, սկսած օրինակ որ Ստեփանակերտից Բարդակ փաբը տեղափոխվել է Երևան ու իր համար որոշել էին սեղանի ֆուտբոլ նվեր առնեն, ասենք այդ նախագիծը դրել են Re-Armenia հարթակում, փող են հավաքել, ասենք, այդ ֆուտբոլի սեղանը առել նվիրել են, շարունակած խնդիրներով, որ ասենք Հայաստանի ամենաառաջի, ասենք, բանը սատելիտը, որ պետքա կոսմոս թռցնեն, Հայասաթը եւս Re-Armenia-ում դրել են, փող են ռեյզ արել, ասենք, այդ նախագծի համար ու այդ բանը արդեն SpaceX-ի օգնությամբ հայկական արտադրության, հա, արդեն տիեզերքում է։ SpaceX-ի օգնությամբ արդեն այդ հայկական առաջի սատելիտը հայտնվել է տիեզերքում մեր արտադրության, էլի։ Բայց դրա կողքը օրինակ կրթության մասով որ ասում եք, նույն օրինակ Մունք տեխնոդպրոցը ինձ ամենաոգևորող պրոյեկտներից էր, որը հենց առաջին նախագծերից էր Re-Armenia, ընդամենը 2 ամսվա մեջ իրանք մոտ 70 միլիոն դրամի չափ գումար հավաքեցին ու դպրոցը սարքեցին Արցախի Հաղորդի գյուղում, տեխնոլոգիական դպրոց, ես որ չէ, ոնց ասում, բայց գաղափարը կա, էլի, հա, գաղափարներ կա, դպրոցն էլ կա, այդ տեղահանումից հետո, այդ բռնի տեղահանումից հետո դպրոցը տեղափոխվել է Տաշիրում է հիմնադրվել, միակ բանը փաստորեն որ ես հույս ունեմ որ ժամանակավոր կորցրել են, այդ շենքն է եղել, համ տեխնիկան, համ այդ մեքենան, համ այդ երեխեքը, համ այդ թիմը տեղափոխվել են ու ասենք բոլորը տեղափոխվել են Տաշիրում են, հա։ Ոչ բոլորը, մեծ մասը Տաշիրում են, բայց Տաշիրից բացի նաև Կապանում իրանք Մունք տեխնոդպրոց բացեցին, եթե չեմ սխալվում Վանաձորում ու Վարդենիսում էլ էին ուզում, Վանաձորինը կարծեմ բացել են, այդ հիմա հաստատ չեմ հիշում, բայց Տաշիրում ու Կապանում հաստատ կան ու շատ լավ, շատ ակտիվ զարգանում աշխատում են։ Այսինքն միտքս այն է, որ այդ դպրոցն է շշմելու բաներ, ես 22 թվականին Արցախ էի տեղափոխվել ապրել ու հենց Հաղորդի գյուղ էի գնացել, այդ նույն գյուղը, որտեղ դպրոցն է։ Ու որ դուք տեսնեք այդ գյուղը
5 գյուղ է, ու ասենք այդ 5 գյուղի մեջ ոնց որ դաժե այդ վիճակը ոնց կար, ոնց որ 16-17-րդ դարի վիճակում լինենք։ Իհարկե ավելի 5 գյուղ էր, բայց մեկ էլ նայում ես այդ 17-րդ դարի վիճակում այդ զուգարանները, բաները ոնց է, ինչ է, էլի։ Մեկ էլ մի հատ 21-րդ դարի ոնց որ իմպլանտ լիներ այդ դպրոցը, էլի։ Ու այդ երեխեքի, հա, իսկական այդ երեխեքի տրամադրությունը, տպավորությունները, այդ այնց էր փոխում, ասենք, լրիվ ուրիշ բաների մասին են այդ դպրոցներում, այդ գյուղում երեխեքի երազանքները ամբողջ աշխարհը փոխելու մասին էր, էլի, շշմելու բաներ իրականում։ Վերջը տենց ընդհանրապես պետա պլատֆորմայի վիճակն է։ Գևորգ, ովքեր որ դեռ կան մարդիկ, որ դեռ չգիտեն ամեն դեպքում մեխանիզմը ոնց է աշխատում, հա, գալիս է իդեան, հա, իդեան դեռ ներմուծվում է համակարգ եւ խորհուրդներ կան, ովքեր որոնք աշխատում են, քննարկում են արդեն կոնկրետ մասնագիտական, հա, ոլորտային։ Այո, այսպես է տեղի ունենում, այսինքն առաջին հերթին որևէ թիմ, նախաձեռնող թիմ, որ ինչ որ խնդիր է ուզում լուծի, Ռեարմենիա հարթակում գրանցվում է ու այդ խնդրի նկարագիր է գրում։ Այսինչ գյուղում ենթադրենք, այսինքն դպրոց ենք ուզում կառուցել, որի համար այսքան գումար է պետք, այսքան ռեսուրսներ է պետք, մենք այսքանը ունենք, մենք այսինչ մարդիկ ենք, այսինչ թիմն ենք, ու այսքանն էլ ասենք այսինչ ուղղությամբ ծախսելու համար ուզում ենք Ռեարմենիա հարթակի միջոցով հավաքել։ Արդեն պետք է ունենալ ինչ որ հիմք։ Ցանկալի է զրոյից, հա։ Զրոյից էլ կարելի է իհարկե, բայց նոր ռեսուրսներ գտնելը զրոյից սկսող նախագծի համար ավելի բարդ է ալնում։ Այն նախագծերը, որոնք արդեն նախաձեռնող թիմը ինչ որ մի բան արել է ու հիմա դրա շարունակելու մասին է խոսքը, ավելի հեշտ են սովորաբար թե գումար, թե մասնագետներ գտնում, էլի։ Հետո մենք ունենք ստուգող ուրեմն շերտեր, 3 շերտ ունենք, առաջինը ուրեմն մի հատ նայում են առհասարակ ոնց է այդ ամբողջ հայտը ձևակերպված, հետո վստահության ու անվտանգության բաժինը կա, որը որ 4, այսինքն շերտ ունենք, կներեք, Trust and Safety Department, վստահության ու անվտանգության բաժինը, որը ֆինանսական ու իրավական տեսանկյունից է նախագիծը ուսումնասիրում, եթե ամեն ինչ լավ է, անցնում է ձեր ասած արդեն մասնագիտական ոլորտային խորհուրդներին, 14 ոլորտային խորհուրդներ ունենք, կրթություն, գիտություն, մշակույթ, առողջապահություն եւ այլն, ու այդ ոլորտային խմբերի լիդերներ, ովքեր այդ գնահատում են, համակարգում են process-ը, իրանք ոլորտում այտենց լուրջ մասնագետներ են, համ իրանք են ճանաչված, համ ինչը ավելի կարևոր է, իրանք ոլորտն են շատ լավ ճանաչում, էլի, հա, ու կարողանում են շատ լավ գնահատեն, իրանք երբ որ գնահատում են, 3 տեսանկյունից են գնահատում։ Պրոբլեմը, լուծումը, թիմը։ Նայում են արդյոք այդ պրոբլեմը կա թե չէ, արդյոք այդ լուծումը լավն է թե չէ, ու արդյոք այդ թիմը ունակ է այդ լուծումն իրագործի թե չէ։ Եթե հա, անցնում է հաջորդ փուլ։ Ինչի են իրանք խորհրդատվական խմբեր կոչվում, որովհետև եթե ինչ-որ բան լավ չի, իրանք ոչ թե պարզապես ասում են ոչ, իրանք խորհուրդներ են տալի, ասում են այս արժի փոխեք, սրա վրա ուշադրություն դարձրեք, ստեղ ավելի շատ աշխատեք։ Ու իրանցից էլ երբ որ անցնում, արդեն վերջի էտապն է CAC, Campaign Authorization Committee, այսինքն իրանց արշավի էջը հաստատող հանձնախումբն է վերջինը, որը ինչ է անում, ձեր ստեղծած էջը Ռեարմենիա հարթակի վրա։ Նայում է արդյոք նախորդիվ տրամադրած բովանդակության հետ բռնում է թե չէ, ու արդյոք բավարար ինֆորմացիա ունի պոտենցիալ դոնորների կամ մասնագետների համար, ում որ դուք փորձում եք ներգրավել, որ ձեզ օգնեն։ Եթե հա իրանք հաստատում են ու արշավը արդեն գնում է լայվ։ Սովորաբար այդ process-ը, եթե թիմը ամբողջությամբ պատրաստ է, տենց ունակ հասուն թիմ է, տենց մոտ մի շաբաթից 2 շաբաթ է տևում այդ ամբողջ process-ը հաստատումներով, էջը սարքելով, լայվ գնալով։ Ունենք նաև express մեթոդը, որը օրինակ եթե ինչ որ երեխու առողջության համար ուզում գումար հավաքեն, հրատապ պետքա գործարկվի, կամ ասենք ինչ որ արավիրքի կամ ինչ որ խնդրի հետ է կապված, նույն օրինակ երբ որ տեղահանման process-ը սկսեց, մենք 1-2 օրվա ընթացքում էինք արշավները բանանում, հաստատում հանում, արագ էինք էլի այդ քննության process-ն անում, հանում էինք արդեն հարթակի վրա, որպեսզի այդ հրատապ խնդիրները արագ լուծվեին, էլի։ Այսպես, ու կան իհարկե նախագծեր, որ կարող է երկար, կամ 1-2 ամիս տևի, որտեղ ինչ որ թղթեր ապակաս, ինչ որ process-ներ, նույն Մունք տեխնոդպրոցը երևի 2-3 ամիս տևել է, սկզբում ինքը Մուշկապատի տեխնոպարկ էր կոչվում, բայց հետո տենց տարբեր հարցեր կար, տարբեր խորհուրդների հիման վրա իրանք բարելավեցին պրոյեկտը, անվանափոխություն արին, մեթոդները վերանայեցին ու արդեն շատ ավելի պատրաստ վիճակում սկսեցին արշավը 2 ամսում $170,000, մոտ 70 միլիոն ռեյզ արեցին։ Բրավո։ Գևորգ, ահռելի աշխատանք է կատարվում իրականում Ռեարմենիայում, բայց երբ սոցիալական հարթակներում փնտրում ես թե ինչ է արվել, ինչ նախագծեր կան, որոնք են ֆինանսավորվել, կամ չես փնտրում, ուզում ես տեսնել ուղակի, որ փնտրես հաստատ կգտնես, ավելի շատ աչքի ընկնում IKS բանը։ Ես վերջին շրջանում անդադ ամենտեղ IKS բանն է։
Ինչու՞։ Ասեմ, հա, դրա մասին ասեմ, ուրեմն Հասկանում եմ, որ AI-ի հետ շփումը հիմա այսօր շատ կարևոր այդ գրագիտությունը մենք էլ խոսեցինք, բայց արդյոք չի ստվերում մի քիչ են Ռեարմենիայի հիմնական գաղափարին։ Հա, նու ստվերում է այն իմաստով, որ սոցիալական ցանցերում ավելի շատ IKES-բանի մասին ինֆորմացիա կտեսնեք, քան Ռեարմենիայի, բայց ոչ թե որ Ռեարմենիայի մասին ինֆորմացիան է պակասել, այլ IKES-բանի ինֆորմացիան է ավելացել։ Ռեարմենիան իրականում առանձնապես մեծ արշավներ հարթակի վերաբերյալ երբևէ չի արել, այդ նաև կախված է ֆինանսավորման հարցերից։ Մենք Ռեարմենիան դոնորների կողմից է ֆինանսավորվել, մոտ 300 բարեգործներ կան, որոնք հենց Ռեարմենիան սարքելու համար են հանգանակություններ արել, հա։ Այդ մեր 18000 հոգանոց համայնքում կան 14000-ից ավել հանգանակություն անողներ, բարեգործներ, ովքեր Ռեարմենիայում ներկայացված պրոյեկտներին են փողեր տվել, այդ կրթական պրոյեկտներին, Հայասաթին, մյուսին, ու կան մոտ 300 հոգի դոնորներ, ովքեր են Ռեարմենիան ստեղծելու, զարգացնելու համար են փող տվել։ Ու այդ մեր հավաքած գումարները սովորաբար հերիքում էր իր օպերացիոն ու տեխնոլոգիական զարգացումներն ապահովելուն, ուրեմն այդ հանրության հետ աշխատանքին, կոմունիկացիոն արշավների համար առանձնապես գումար չէինք ունենում մենք, էլի 2024 թվականից մենք որոշեցինք, որ Ռեարմենիան արդեն էկոհամակարգադառնում մի քանի ուղղություններ ավելացրեցինք, դրամահավաքի գործակալություն մի հատ հիմնեցինք, ուրեմն մեր տեխնոլոգիաները վարձով տրամադրելու white label solution որպես տրամադրելու ուղղությունը հիմնեցինք ու Ռեարմենիա ակադեմիան, որն ըստ էության կրթական հաստատություն է, բայց այս երեքը արդեն բիզնես նախաձեռնություններ են, այսինքն էլի այդ բոլորը պատկանում է հիմնադրամին, ոչ մի սեփականատեր չկա, ոչ մի բան դասական ձևը չի, հա։ Չէ, դասական ձևը չի, հիմնադիրներ, սեփականատերեր են, որ աշխատած փողը տանելու են տուն, չկա, ինքը էլի պատկանում է, այդ երեքը էլի պատկանում են հիմնադրամին, այսինքն ստացած շահույթը, էլի մեր աշխատանքի արդյունքում ստացած շահույթը հիմնադրամն է ստանում, ու սրանով մենք որոշեցինք, որ 2025 թվականից արդեն Ռեարմենիան կդառնա ինքնաբավ ու ինքը իր ստացած իր մատուցած ծառայություններից, ստացած շահույթներից կսկսի նաև իր կոմունիկացիաները վերածախսվել։ Ու այս տարի այդ իմաստով ակտիվ սկսեցինք բոլոր ուղղություններով աշխատել, 3 ուղղություններ սկսեցին աշխատել, ինչ որ գումար գեներացնել, բայց Ռեարմենիա ակադեմիան ամենաակտիվը զարգացավ։ Սկզբում պլանն էր, որ մենք Ռեարմենիա համայնքի համար անհրաժեշտ գիտելիք ու հմտություններ պետք է մշակենք, տրամադրենք, կրթություն տանք համայնքին, բայց հետո երբ որ այս AI-ը օր-օրի ավելի ու ավելի թափով սկսեց զարգանալ, այդ թվում մեր կրթական ծրագրերը շատ մեծ ազդեցություն սկսեցին թողել, մենք որոշեցինք, որ համայնքից դուրս անենք, այսինքն ցանկացած մեկը արդեն կարողանա Ռեարմենիա ակադեմիայում կրթվել։ Մենք այս առանձին AI կտորը կոչեցինք IKES-բան, հենց AI-ով էլ գրվում է, IKES-բան բրենդի տակ սկսեցինք այս կուրսերն ակտիվ, ուրեմն տարածել։ Ու հիմա այս պահին որ ձեզ ասեմ, արդեն 5000-ից ավել մարդ է կրթվել։ Այս մեր ընդամենը 5-6 ամիս է, որ տենց ակտիվ սկսել ենք աշխատել։ 5000-ից ավել մարդ է կրթվել, մեծ մասը տարբեր տարիքի, 12 տարեկանից մինչև 70 քանի տարեկան մարդիկ են մասնակցել այս դասերին, համ բիզնեսներն են իրանց թիմերին կրթելու համար, ասենք, այս կուրսերը վերցնում, հա, մենք էլ բիզնեսների համար իրանց կարիքները մանրակրկիտ հասկանում ենք ու հենց դրանից ելնելով ենք բովանդակություն մշակում։ Մոդուլներ ունենք տարբեր, այդ մոդուլներով ամեն բիզնեսի համար լավագույն ուրեմն կուրսն ենք հավաքում, հա։ Համ ասենք համալսարանների հետ ենք համագործակցում, ոնց որ ֆրանսիական համալսարանի հետ, ԵՊՀ-ի հետ, նույն ֆրանսիական համալսարանի, օրինակ, բոլոր ուսանողները, այս մեր start ու level up լավագույն կուրսերը, որոնք որ ըստ էության AI գրագիտության շատ ուժեղ հիմքեր են դնում, էլի, հա, ու ոչ միայն հիմքեր, իրականում այդ երեխեքը այդ կուրսը անցնելուց հետո բացառիկ գործիքներ են կարողանում շատ մեծ արդյունավետությամբ օգտագործել։ Շշմելու բաներ կա, էլի, այնտեղ, այսինքն այն տարածված գործիքները, որ գիտենք, դրանից բացի, որ խնդիրը լուծելու համար լավագույն գործիքը որն է, որի մասին կարող հանրությունն այդքան տեղյակ չի, մերոնք այդ պեղում գտնում են, դրանց լավագույն օգտագործման ձևերն են մշակում, դարձնում կրթակարգ ու տալիս ուսանողներին։ Ու հիմա յուրաքանչյուր ֆրանսիական համալսարանի ուսանող իր ընթացիկ դասերի հետ միասին նաև այս AI գրագիտության կուրսն է անցնում, էլի։ Ու պլյուս անհատները բնականաբար գրանցվում են համ մեր start level up, համ էլ pro կուրսերին։ Start-ը այն մարդկանց համար, ովքեր 0-ից սկսում են AI-ից օգտվել։ Եվ ինչքան էլ որ հասարակությունը քիչ տեղյակ է, ամեն դեպքում ֆինանսավորողները ձեր
թիկունքին կանգնած են, ոնց հասկանում եմ։ Կուզենայի այդ fundraising-ի մի քանի նրբություններ հուշել, օրինակ։ Ինչպես է կարողանում անել այդ դրամահավաքը, ինչպես է դա ձեզ հաջողվում։ Ասենք պոտենցիալ դոնորին ոնց եք ընտրում, չգիտեմ, զանգում եք, պաշտոնական նամակ եք գրում, ինչ հարցա, որ ընդհանրապես չի կարելի տալ։ Շնորհակալություն, այդ հարցի համար շատ շնորհակալություն, իրականում կարևոր է շատ, բայց հիմա մի քանի բան կասեմ, առաջայեսքից կարող է դրանք թվա թե ընդհանուր բաներ են, բայց թերևս ամենակարևոր բաներն են, այսինքն առաջին հերթին դու պետքա հստակ հասկանաս, թե դու ինչ խնդիր ես լուծում, որ խմբի համար ու ինչպես։ Այդ շատ կարևոր է։ Մի քիչ առաջ որ Ռեարմենիայի մասն էլ ասեցի, մեր խորհրդատվական խմբերը գնահատում են, ասենք խնդրումը, լուծումը թիմը, այդ ինչպես որ ասում եմ, այդ թիմն է, ով ու այսինքն չէ, ներողություն, այդ լուծումն է, то есть ինչ խնդիր ենք լուծում, որն է խնդրումը, որ դու թիրախավորում ես։ Ինչպես ես լուծում, մեթոդները, տեխնոլոգիաները, եթե ասենք կրթական է, ապա ինչ ծրագրերով, ինչ մեթոդներով ու թիմը, ովքեր են այդ խնդիրը լուծում, հա, ըստ էության։ Երբ որ այս հարցերի պատասխանները հստակ առնում, արդեն դու փնտրում ես, թե այդ խնդիրը ում է հուզում, այդ որ կազմակերպությունները կամ անհատները կամ ներդրողներն են կամ դոնորներն են, ովքեր այդ նույն խնդրով անհանգստացած են։ Հետևաբար առաջինը գտնում ես այդ դոնորներին։ Այդ դոնոր պրոֆայլին կոչվածն է, այն դոնորներին, որ հենց այդ խնդրով անհանգստացած են։ Նու կամ ներդրողներին։ Օրինակ Ռեարմենիա ակադեմիայի դեպքում արդեն մենք ներդրողներ ենք ներգրավում, ովքեր փոքր բաժնեմասի դիմաց ներդրում են կատարում, հա։ Տվյալ դեպքում, եթե ասենք 10 միլիոն արժեքով 500,000 ռեյզ անենք, գումար բարձրացնենք, 5%-ը փաստորեն մենք կտանք այդ մարդկանց։ Ու վաղը մյուս օր մեր ստացած շահույթից, եթե դիվիդենդ օրինակ վճարենք, ասենք այդ 90% կամ 95%-ը Ռեարմենիա հիմնադրամին կգնա, ով որ տերն է, բայց այդ 5%-ն էլ արդեն այդ ներդրողին կգնա։ Ու վաղը մյուս օր ինքը նաև ավելի մեծ արժեքով այդ տոկոսը կկարողանա վաճառել։ Բայց այդ ամեն ինչից առաջ պետք է գտնել այն մարդուն, ով որ այդ նույն գաղափարներով վառվում է, ով որ այդ նույն նպատակի համար պատրաստ է ներդրվի։ Հաջորդը գալիս է արդեն իրանց հետ հարաբերվելու հարցը։ Դու պիտի տեսնես քո պոտենցիալ դոնորները որտեղ են, ասենք, ինչ կանալներով ես իրանց հասնելու։ Արդյոք ինչ որ միջոցառումներին պիտի իրանց հանդիպես, թե պետքա նամակ գրես տետատետ հանդիպես, թե կարող է crowdfunding ես անում ու սոցիալական ցանցերում պետքա համապատասխան բովանդակություն դնես, տարածես ու գովազդ դնես, որ այդ պոտենցիալ դոնորները տեսնեն այդ գովազդը ու կլիկ անեն, ասենք, գան քո edge, օրինակ Ռեարմենիայում քո edge, որտեղ donation կանեն, հա, այսինքն դոնորը հասկանալուց հետո թե ով է, հասկանում ես, թե ինչ կանալով պետք է իրանց հասնես։ Հաջորդիվ բովանդակությունն է, այդ կանալով ինչ բովանդակություն պետք է ուղարկես իրան, ինչ բառերով, ինչ շեշտադրումներով պետք է խոսաս մարդկանց հետ, որ կպնես իրանց սրտին, իրանց էմոցիաներին, այդտենց մի հատ բան ենք մշակել, H4-ա կոչվում, 4 հերի կանոնն է, ուրեմն ցանկացած բովանդակություն, որ ստեղծում ես, ինքը պետք է լինի, ուրեմն հակիրճ, ուրեմն հասկանալի, համոզիչ ու հուզիչ։ Այս 4 կետը, եթե բովանդակության մեջ կա, հակիրճ պարզ է, այսինքն պետք է կարճ լինի։ Հասկանալի, այսինքն ունես բառերով պետք է ձևակերպես, որ ով էլ կարդա, հասկանա, հանկարծ ինչ-որ մասնագիտական տերմիններ, բաներ չդնես։ Հետո երրորդը պետք է համոզիչ լինի, այսինքն մարդիկ այդ կարդալով պետք է հասկանան, հա, իսկականից սա հնարավոր է, ու հա, իսկականից այս մարդիկ, ովքեր որ claim են անում, ասում են, որ մենք կլուծենք այդ հարցը, կարող են, հա, համոզիչ լինի։ Ու հուզիչ, անպայման այդ էմոցիոնալ էլեմենտը, թե ինչի ես առհասարակ ես անում, քանի մարդու կյանքը ես փոխելու, պետք է ներառված լինի։ Երբ որ այդ տեսակի բովանդակությունը այդ կանալով հասցնում ես այդ դոնորին, հավանականություն կհետաքրվեն ու քո հետ կկապվեն, շատ մեծ է։ Ու վերջի կետը արդեն, երբ որ քո հետ կապվեցին, իրանց հետ ինտենսիվ աշխատանքն է, դոնորների կամ ներդրողների հետ, ինտենսիվ իրանց բոլոր հարցերին գերթափանցիկ պատասխանելը, այս թափանցիկությունը անատոմիան է ըստ էության, բանը վստահության, այսինքն դու ինչքան թափանցիկ ես, այդքան վստահում են քեզ, ու ինչքան վստահում են, այդքան հավանականությունը, որ գումար կդնեն քո նախաձեռնության մեջ կամ իրանց ժամանակն ու ռեսուրսը, կարող է որտեվ կարող մասնագետների ժամանակն ես ուզում, ոչ թե փող, հա, իրանք իրանց ակտիվ կդնեն, մեծանում, այսինքն վստահությունը գերկարևոր է։ Ինձ նենց դուր է գալիս այդ բանաձևված աշխատանքը, այդ 4 հերը, 7 ինչուները։ Հեշտացնում է իրականում։ Հեշտացնում է, էլի, արդեն դառնում է դոգմա ոնց որ բանաձև։ Դոգմա երբեք չի դառնում, կներեք։ Դոգմաներ դուք չեք սիրում, հասկացա։ Դե իսկականից, դա որովհետեւ բանաձև հա ճիշտ եք ասում, ֆորմուլան է։ Մեր կազմակերպությունն էլ TCF-ը տենց է բասում, the crowdfunding formula։
Ճիշտ է, մեր նախնական զրույցում եւ որ կրթական պրոյեկտներից էլ խոսեցիք, որ Ռեարմենիայի շրջանակում պատրաստվում եք անել։ Մենք դրանով շատ ենք ողջորված։ Ռեարմենիա ակադեմիայի շրջանակներում իրականում այդ սկսեց հետեւյալ տեղից, մենք փնտրում ենք ինչ-որ տիպի մարդկանց, ովքեր կմիանան մեր Ռեարմենիա թիմին։ Մենք հիմա որ թափով զարգանում ենք, աճում ենք, մեր համար շատ կարեւոր է լավագույն մարդկանց, այն որ հանուն միսիայի մեծ արագությամբ կրթվելով մաքսիմալ արդյունք ստեղծեն։ Այսպես մարդկանց գտնելու հարց ունենք ու շատ դժվար է այդպես մարդկանց գտնելը, մտածում ենք իսկ ինչպես կարելի է այդպես մարդկանց կերտել ու որոշեցինք, որ կարելի է մի դպրոց բացել, որտեղ երիտասարդներին 13-14 տարեկանից կարող է մինչև 20-22 տարեկան սենց այս արանքում ներգրավենք իրանց ու ասենք թե 6 ամսանոց ինտենսիվ կուրս մի հատ կազմակերպենք, որտեղ իրանք կգան 6 ամիս այդտեղ կմնան, ամեն ինչից կտրվում են ֆոկուս են լինում այն խնդիրները, որ պետք է լուծեն, ու այդտեղ լավագույն ուսուցիչները, լավագույն մենթորները գալիս են ու լավագույն միջավայրն են այդտեղ ապահովում իրանց գերարագ զարգացման համար։ Եթե ամեն ինչ հաջող գնաց, ամենաուշը Գարնանը պլանավորում ենք այդ դպրոցը գործարկել, ինքը կկոչվի Superhuman School հավանաբար, աշխատանքային անունն է դա։ Ովքեր կլինեն ձեր ուսանողները։ Մենք պլանավորում ենք այդ գեր մարդկանց դպրոց, այսինքն մարդ, որ իրանք շատ պինդ հոգեբանական իմաստով էլի նաև պինդ մարդիկ, մեծ մտածող, շատ արագ սովորող, հարց լուծողներ ենք, էլի պլանավորում, որ այդտեղ պետքա ձևավորվեն ու մենք սենց ամեն ինչով պլանավորում ենք այդտեղ ներդրվենք, այտենց մտածում ենք ինչ որ մի հատ կամպուս է լինելու, հիմա կարող է պատահի ինչ որ տուն վարձենք, որտեղ կկազմակերպենք այդ իրանց կեցության լավագույն վիճակը, այնտեղ իրանց սնունդը, այդ առողջ սնվելը, ակտիվությունները, առավոտը արթնանալը, այդ ֆիզիկական ակտիվությունները կազմակերպելը, նույն իմաստասիրության արդյունավետ լսելու կամ mindfulness-ի այդ սաղ կուրսերը, ասենք, իրանց համար պետքա տրվի, պլյուս իրանք այդտեղ խմբերի, կարող է մի 30 հոգի ասենք ընտրվի, ովքեր որ խմբերի են բաժանվելու, այդ խմբերով խնդիրներ են թիրախավորելու, իրանք իրանց թիրախավորած խնդիրը լուծելու վրա են աշխատելու, օգտագործելով այն ամբողջ փորձը, գիտելիքը ու կապերը, որ մենք ունենք ըստ էության, էլի։ Այս ոնց որ գաղափարն է, մենք հույս ունենք պարտադիր չի հայաստանցիներ լինել, հայեր, բայց չէ, տենց պարտադիր չի, հայերեն է լինելու, այդ ամենը անգամ եթե դրսից ինչ-որ ոնց որ K-pop-ն է, ստեղից ինչ-որ գնում են ընդեղի training center-ներ, կորեերեն են սովորում, որ կարողանան այդ process-ը անցնեն, կամ ասենք ոնց որ Հունաստանում էր, չէ, նույն Պյութագորասի ժամանակ, այնուամենայնիվ հայերենով է լինելու կրթությունը, պարտադիր չի, որ հայաստանցի լինեն, անգամ հայեր լինեն, բայց մեծ հավանականությամբ հայեր են լինելու բոլորը, երևի ինչ-որ տոկոսը դրսից կլինեն, տեսնենք, համենայն դեպս մենք հիմա, այս առաջի անգամ ճիշտ ասած պատմում էլի, սրա մասին ոչ միտեղ չենք խոսել, սիրով փոխանցում ենք առաջինը, մենք պլանավորում ենք, որ դեկտեմբերի վերջ, հունվարի սկիզբ երևի ակտիվ խոսալ արդեն դպրոցի մասին, որպեսզի մարդիկ ժամանակ ունենան դիմելու, տեսնենք քանի հոգի կդիմի, ինչքան շատ դիմեն բնականաբար, այդքան ասենք ամենալավ ուրեմն պոտենցիալ ունեցողներին գտնելն առանձնացնելը այդ առաջի փուլի համար ավելի հեշտ կլինի բնականաբար, փորձելու ենք լայնամասշտաբ տարածենք։ Շատ հետաքրքիր նախաձեռնություն է, կանաչ լույս թող լինի։ Հա, իրար հետ այդ բոլորիս ոնց որ աջակցությունն ու մասնակցությունը այդ դպրոցի կայացման մեջ պետք է լինելու, այնպես որ ինձ թվում է Մշեցկի ասած հիրուրխետ իրար հետ գործանալու պետք է հասնենք այդտեղ։ Ցանկացած բիզնես գաղափարի զարգացման ռազմավարությունը մշակելիս միշտ երկարատև են, չէ՞, մշակում։ Ռիսկերն են նայում Ես բերում եմ հիմա մեր երկրի իրավիճակին, էլի գեոպոլիտիկ ռիսկեր, պատերազմի վտանգ եւ այլն, ինձանից լավ գիտեք, ինչպես եք դուք գնահատում այս ստեղծված իրավիճակը։ Դե տեսեք, մենք ոնց որ այդ ավելի շատ ABC մոդելով ենք առաջ գնում, հայերեն ասենք ABF, այսինքն երկարաժամկետ պլանավորել, բոլոր հարցերի պատասխանները հիմիկվանից ունենալ, ինձ թվում է այդ սխալ է, այդ ABF-ն ինչա նշանակում, ոնց որ առաջերտին F-ն այն վերջի կետը, որ պետքա հասնենք, այդ էս մի հատ սահմանում։ Հստակ նկարագրում ես, որն է քո տեսիլը, վերջնական կետը, որին պիտի հասնես, որն է։ Հաջորդիվ ան այդ այն կետն է, որտեղ դու ես հիմա։ Քո այս վիճակն ես գնահատում, օքեյ, դու որտեղ ես, ինչ հնարավորություններ ունես, ինչ խնդիրներ ունես, ինչ ես կորցրել, ինչ ես շահել, մի հատ այդ ես գնահատում։ Ու B-ն այդ քո հաջորդ քայլն է, որ օքեյ, այս դիրքից, որտեղ ես, դեպի F-ն, այն վերջնական կետը, ուր պիտի հասնես, որն է քո առաջի քայլը։ Հենց այդ B-ն պատկերացրեցիր, արդեն պետքա գնաս առաջ։ Հենց որ դու ուզում ես ամբողջը պատկերացնել, A, B, հետո G, D, E, Z, այդ բոլոր կետերն ուզում ես պլանավորես, դու ըստ էության լիքը ժամանակ ես ծախսում
իդեպ իզուր ես այդ ժամանակը ծախսում, պլանավորելու այդ բոլոր կետերը, ինչի է դա նախ վատա որ շատ ես ծախսում, որտեղ պիտի շուտ սկսես, այսօրվա աշխարհում արագ գործելը գեր կարևոր է։ Այսօր արագներն են հաղթում դանդաղներին, ոչ թե խելոքները, անխելքներին կամ ուժեղները թույլերին, էլի, այդ շատ կարևոր է։ Ու հետեւաբար նախ պիտի արագ շարժվես, դրա պետք է այդ ամբողջը պլանավորես։ Երկրորդը, ինչը շատ կարևոր է, ասենք եթե դու yen ես ուզում պլանավորես կամ z ուզում ես պլանավորես, ասենք i վրա գտնվելով, դու սխալ ես պլանավորում, որովհետև ամեն հաջորդ քայլի ընթացքում դու նոր գիտելիք, նոր հմտություններ ես ստանում, շատ ավելի ուժեղ ես ելնում, շատ ավելի խելքով ես ելնում, ու երբ որ եկետում գտնվելուց ես z պլանավորում, հա, լրիվ ուրիշ որակի ես այդ z պլանավորում։ Միտքս հասկացաք, չէ՞։ Հիմա գիտակցելով, որ մենք անընդհատ զարգանում ենք, մենք պետք է ամեն հաջորդ քայլը դրան նախորդող քայլի ժամանակ պլանավորենք, երբ որ մենք ամենաունակն ենք կլնելու այդ հաջորդ քայլը ճիշտ պլանավորելու համար։ Այս ամեն ինչը, բայց հնարավոր է դառնում ու ագրեսիվ արագ զարգանում է, եթե դու այդ ֆն հստակ ունես, այսինքն վերջի կետը դու հստակ ձևակերպել ես, թե ուր ես գնում, ինչ ես ուզում։ Հիմա մեր դեպքում կոնկրետ մենք ուզում ենք հզոր ազգային պետություն, որն էլ իդեպ պետքա ծառայի այդ ներդաշնակ մարդկության կայացմանը։ Այդ ուրիշ թեմա է, դրա մեջ չխորանալով, այնտեղ 5 հատ հանգրվան է, էլի, ոնց որ արդյունավետ համախմբումն է, հետո ազգային սուբյեկտն է, հետո հզոր ազգային պետությունն է, հետո համաշխարհային համահայկական համակարգն է, հետո արդեն ներդաշնակ մարդկությունն է։ Ու մենք այդ քայլերը, այդ հանգրվաններին հասնելով, այդ քայլերն անելով, դե առաջ գնանք հասնենք այդ մեր երազած վիճակին, հա։ Այս դեպքում կարելի ասել պլանավորած վիճակին։ Հիմա հետ գալով ձեր հարցին, մենք այս միջնաժամկետ կտրվածքով գիտենք, որ հզոր ազգային պետություն պետք է ունենանք։ Ինչ նշանակում հզոր, հստակ է մեր մոտ, ասենք, այնքան հզոր, որ ոչ թե թշնամիները հարձակվեն, ասենք, համարժեք պատասխան ստանան, այլ որ ռիսկ էլ չանեն հարձակվեն։ Մեր նախնական զրույցում ասացիք, հիշեցիք, որ 2020-ի պատերազմից անմիջապես հետո պատրաստ եք զինվորագրվել, գնալ, գտնել, թե առաջին բանը, որ կարող եք անել, պաշտպանել հայրենիքի սահմանները, այն էլ երբևէ չծառայած։ Ասեմ, որ ավելի չէի զարմանա, որ ասեք կլքեի Հայաստանը, կգնայի մի ավելի անվտանգ երկիր, որպես պահանջված մասնագետ աշխատելու։ Ինձ հետաքրքիր որ դեպքում կլքեք Հայաստանը, ինչ պետք է լինի։ Ոչ մի դեպքում, այլևս ես այն անգամ որ խոսում ենք դրա մասին պատմեցի, իրականում դեռ 99 թե 20 թվականին, երբ որ Միացյալ Նահանգներ էի գնացել, work and travel ծրագիր կար, աշխատել եւ ճամփորդել, տենց կոչվող, ու ուսանող ընկերներով մագանել իմիջալոց, այդ ժամանակ ընկերներ էինք, իրար հետ գնացել էինք Միացյալ Նահանգներ ու այն ժամանակ ես տենց ինչ որ մի քանի ուղղություն կար ինձ հետաքրքրող, որ ակտիվ ուսումնասիրում էի, մնալու տրամադրություն է, ես տենց երկար ինչ որ պլաններ էի կազմում, ինձ թվում էր ես իրանց պետք է ուսումնասիրեմ, հասկանամ ոնց են իրանք աշխատում Միացյալ Նահանգները, պետք է ուսումնասիրեմ, հասկանամ ոնց է Միացյալ Նահանգներն աշխատում ու այդ ընթացքում պետք է գումար վաստակեմ ու այդ գումարով պետք է վերադառնամ Հայաստան, որտեղ իրավիճակի փոփոխության վրա ազդեցություն ունենամ, ասենք ինչ որ պատկերացումներ կար։ Այդ ընթացքում տենց ակտիվ փոխաշխատելու process-ի մեջ էինք, էլի, սենց օրը 12-16 ժամ առնվազն մի մոմենտ եղավ, ես անգամ 3 տեղ գործի էի ընդունվել, ամեն տեղ օրը 8 ժամով։ Գիտեք ոնց էր արդեն ոչ թե աշխատանքի ծարավի մասն էր, այլ այդ փողն էր, ոնց որ այն զաղատայելի խառատկա որ ասում են, հա, որտեղ արդեն որ դու եկել ես փող աշխատելու նպատակով, շո գումարներ պիտի ոնց որ դիզես ու հետ դառնաս հայրենիք, արդեն ամեն ինչը այդ ամեն գործս, ամեն գործ չասեմ, անգամ ամեն ժամը որ ծախսում էի, աչքիս առաջ ոնց որ տենց մի հատ հաշվիչ էր սենց պտտվում, էլի, ժամը $16, ասենք, ու ասենք ամեն ժամ հենց այնպես ոչ մի բան չզբաղվում, քեզ թվում է $16 դու քո երազանքից ոնց որ բան արեցիր, էլի, վատնեցիր։ Ու այտենց առանց հասկանալու ինչ որ մի պահ եղավ, որ ես իսկականից 3 գործի ընդունվել էի, ոնց որ մի օր տնից դուրս եկա, մի աշխատանքի տեղից մի տեղ, հետո մյուս, հետո նորից էս մեկը, հետո մյուս, ու տենց 5-րդ օրը տենց բան էի, վատացել էի, սենց քնել էի, բայց այդ որտեղ որ քնած մնացել էի, իմ դիզայները էի աշխատում այդ մի հերյայի մոտ, ոնց որ կազմակերպությունում եկել էին, տեսել էին կոմպյուտերի մոտ քնած եմ, փորձել էին արտնասնել, հա չէր ստացվել, բզել մի կես ժամ գոռացել, Ջորջ էին ասել, Ջորջ, բա, հետո տեսել են չեմ վեր կամ սկորի են, կանչ է սկորին եկել է բան, բահալը տեսեք ինչ ա եղել, բան ուշքի չի գալի, ստուգել էին ասել էին քնած է, ոնց քնած է, կես ժամա չեն կարող արտնասնել, բահա ասել էին քնած է, ինչ որ այդ նաշատիրի սպիրտով թե ինչ արտնացրել էին, հետո տես նստացին ավտոն տարան տուն, հանգստացի բան, հետո քնեցի տես եւ մի երկու օր արտնացա ու ես չէի ջոկում, այդ
ինչ եմ մտածել, ուղիղս այդ ոնց է աշխատել, տվյալ դեպքում չաշխատել, որ ես այդպես որոշ ներկայացրել, բանը McDonald's-ում, Eckerd-ում ու այդ դիզայնի գործը 3 տեղ գործի են, օրը 8-ամ աշխատի, ոչ մի հիմար բան, բայց այդ մի կողմ, այդ փող աշխատելու այդ վիճակը էլի, որ փողի հետևից ընկած էի, հետո բայց ես դեռ իհարկե պլանավորել եմ որ պետքա մնամ ու բանը Լոս Անջելեսում մենք Նյու Ջերսիում էինք։ Լոս Անջելեսում ընկերներ, բարեկամներ ունեինք, որոնք ինձ ասել էին, «Բաց տեղ լավ իրավաբաններ կան, արի իրանք քեզ կօգնեն, արագ գրին քարտ կստանաս ու կմնաս»։ Ես էլ դե որպեսզի այդ ամեն ինչ արագ լինի, ասել էին մի տարվա մեջ կանենք։ Շո մի հատ իրավաբան կա, արի իր հետ խոսա, ինքը քեզ ձևը կասի։ Գնացի, ծանոթացա այդ իրավաբանի հետ, մի շաբաթով եկել էի Լոս Անջելես։ Այնտեղ իրականում երկու բան հետս տեղի ունեցավ։ Առաջինը ոնց որ մի շաբաթ ոչ մի բանով չէի զբաղվում։ Բարեկամներին, ընկերներին էի տեսնում, դե Գլենդել բան, Քավորիս ընտանիքն է այնտեղ։ Ու բանը ես մեկ էս կողքից նայեցի ու հասկացա, որ այս Միացյալ Նահանգներում այդ փողից բացի, ինչի համար Նյու Ջերսիում տենց կրուգլիսուտկա շուրջօրյա տանջվում էի, ուրիշ ոչ մի բան չկա ինձ պահող, էլի, ես տենց ստացվում է փողի խաթր իմ կյանքը որոշել եմ ստե ապրեմ ու այդ արդեն դուրս չեկավ, որսի հոպ, այս ինչ ես անում, մի հատ հավաքի քեզ, այդ մի շաբաթ գործով չզբաղվելը ոնց որ sense քեզ պոկում է, էլի, այդ փող աշխատելու այդ մրցավազքից sense ասած, կողքից ես նայում, նախ այդ անհանգստացեց, երկրորդը ամենաուժեղ ոնց որ բանը sense ասած հարվածը եղավ, որ այդ իրավաբանը երբ որ հայտնվեց, բանը հանդիպեցի, պատմեց իր սցենարը, թե ես ոնց պետք է այդ գրին քարտը ստանամ, հա ինձ ասեց, ոչ դու պետքա Կրիշնայի դառնաս։ Կապարիչս թռա։ Ասեցի ճանապարհները, հայտարարություններ, այսինքն ստացվում է։ Մտածող մարդկանց համար մի քիչ տենց բան, մի քիչ անդուր խոսակցություններ բան ունեցանք, բայց դու հասկացա, որ ես սխալ եմ, էլի այդ այն իմաստով, որ իր գործն է, ասենք ինքը կարող է ինչ-որ մարդկանց համար այդ շատ ճիշտ է, կարող է այդ բան իզուր եմ ոնց որ էլի կոնֆլիկտ անում, ասենց ասած։ Բայց իմ համար դե հա այդ իմը չի, սուտա, պրոստը ու վсё, ասենք եթե պետք է խափես, դու վերջակետ, չի կարելի կյանքում։ Արտագաղթի պատմությունը տենց ավարտվեց, հա։ Այդ իմ կյանքում փաստորեն տես մատ կետ այդ արտագաղթելու մասին մտածել ու ունեցել եմ, տես լուրջ մտածելու էլի ոնց որ ու ոնց որ այդ Կրիշնայի դառնալը, այդ փողի հետևից գնալը ու հասկանալը թե ինչ աբսուրդ է այդ ամեն ինչը, ոնց որ իմ համար sense բան եղավ։ Իհարկե այն ժամանակ էլ պլաններն են, որ ես պիտի մնամ, փող աշխատեմ, հետ գամ, բայց հետո երբ որ ես նայում եմ, հազվադեպ դեպքեր կարաս տեսնես, որ ինչ որ մի ուրիշ տնտեսության մեջ փող են աշխատել ու այդ փողով հետ են եկել ու այն ազդեցություն են ունեցել, ինչ որ անհրաժեշտ է։ Հետո մի հատ ուրիշ նյուանս է կա, եթե պիտի ինչ որ գնամ դուրս փող աշխատեմ, հենա լիքը հայ գնացել է դուրս, այդ փողերն աշխատել է։ Այսինքն այդ գործը ինչ որ իմաստով արած է։ Այսինքն բա այդ փողերը օքեյ աշխատեցինք, բա Հայաստանում ինչի մեջ պիտի դնես ոնց պետք է այդ փողը Հայաստանում ներդնես, որպեսզի էֆեկտիվ լինի ու Հայաստանը մեր երազած Հայաստանը դարձնի։ Ես հասկացա, որ ստեղ շատ ավելի քիչ մարդ կա այդ գործն անող, քան այնտեղ այդ փող աշխատողները, ու մտածեցի ավելի լավ է, մենք մեր թիմով ընկերներով ֆոկուսել ենք Հայաստանում, անենք այն ինչ որ պետք է Հայաստանին, որ այդ դրսի փողերը, երբ որ այդ աշխատածները կբերեն աստծո հաջողությամբ, ստեղ մաքսիմալ արդյունավետությամբ այդ ամեն ինչը կծախսվի, կօգտագործվի։ Պարզա չէ՞ միտքս։ Սովորաբար ոդկասթը ավարտում եմ ինչու ընտրել Հայաստանը հարցով, բայց Ռե-Արմենիան գործարկած մարդուն չարժե այդ հարցը տալ, արդեն հասկանալի է ինչու։ Գևորգ ջան, շնորհակալություն։ Շատ լավ, ձեզ շնորհակալություն անչափ։ Շնորհակալ։